Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Դու այլևս իմ մայրը չես, լսում ես, մայր չես։ Դռան հետևում չկկաց նոր կողպեկը։ Գայանե Սարգսյանը կանգնած իր շքամուտքում, տոնական վերարկուհով, իսկ դարպասի մոտ արդեն սպասում էր նրա ճամփրուկը։ Հին էր, մաշված, պոկված բռնակով։ Տանը լույս էր վառվում, խոհանոցից սպասքի ձայն էր գալիս։ Փռում թխվող հավի բույրն էր տարածվել։ Ինչ որտեղ երաժշտություն էր հնչում։ Կարծես տոնն այնուամենայնիվ կայացել էր։ Միայն թե ոչ նրա համար։ Իսկ մեկ ժամ անց այգու սառը նստարանին այդ ճամփրուկի կողքին նստեց մի տղամարդ, ում նա չէր տեսել գրեթե 40 տարի։ Սա մի կնոջ պատմություն է, ով ողջ կյանքն ապրեց դստեր համար, իսկ իր հոբելյանի օրը մնաց առանց տանիքի։ Հավանեք հոլովակը եւ գրեք, որ քաղաքից եք։ Այս պատմության վերջաբանը վրեժի մասին չէ, այլ արժանապատվության, որը վերադառնում է լուռ, բայց ընդմիշտ։ Գայանե Սարգսյանը սիրում էր առավոտը նրա համար, որ այն ոչ մեկից կախված չէր։ Ոչ տրամադրությունից, ոչ եղանակից, ոչ էլ ուրիշի պլաններից։ Առավոտը գալիս էր ինքն իրեն, խախախ ու միայն իրենը։ Նա պառկած էր աչքերը չբացելով եւ լսում էր բնակարանի ձայները։ Ջեռուցման մարդկոցը կամացուկ թքթխկում էր, հին էր, իր բնավորությամբ տաքանում էր հյուրովի, ուշադրություն չդարձնելով կարգավորիչներին։ Պատուհանից այն կողմ աղմկում էր Երևանյան փողոցը, մեղմ, առավոտյան ձևով, դեռ առանց շտապողականության։ Ինչ որտեղ շրխկաց շքամուտքի դուռը, հետո եւս մեկ անգամ։ Ուրեմն երրորդ հարկի հարևանը գնաց աշխատանքի։ Գայանեն գիտեր դա, առանց տեսնելու։ Պոլիկլինիկայում աշխատած 30 տարիները սովորեցնում են լսել կյանքը պատերի միջով։ Նա զգույշ վեր կացավ, առանց շտապելու։ Հագավ խալաթը, հին, վանդակավոր, վաղուց գունաթափված, բայց փափուկ, ինչպես երկրորդ մաշկ։ Գնաց խոհանոց։ Խոհանոցը փոքր էր, բայց մինչև վերջին անկյունը հարազատ։ Սեղանին գունավոր սփռոց էր, վանդակավոր, կարմիր սպիտակ, եզրերից մի քիչ մաշված երկարատև օգտագործումից։ Ապակեպատ պահարանում սպասքը շարված էր կոկիկ շերքերով։ Ամեն բաժակ իր տեղում էր։ Գայանե Սարգսյանը գիտեր դրանցից յուրաքանչյուրը, կարող էր անվանել փակ աչքերով։ Նա դրեց թեյնիկը, հացը հանեց, շերտեց հավասար կտորներով, հանեց կարագն ու պանիրը։ Սեղանը կոկիկ գցելու սովորությունը մնացել էր այն ժամանակներից, երբ այդ սեղանի շուրջ 3 հով էին նստում։ Ինքը, ամուսինը Միքայելը եւ դուստրը Էլենը։ Միքայելը մահացել էր 7 տարի առաջ։ Էլենը մեծացել ու գնացել էր, բայց Գայանե Սարգսյանը միևնույն է հացը հավասար էր կտրում, միևնույն է սփռոցն էր փռում, ոչ մեկի համար, ուղղակի այդպես էր պետք։ Նա այն կանանցից էր, ովքեր տունը կարգին են պահում ոչ թե ցուցադրության, այլ ներքին մղումով։ Նա բոլորում էր իր 61 տարին, թեև ինքը տարիքի մասին գրեթե չէր մտածում, ոչ թե կոկետությունից, այլ ուղղակի ժամանակ չկար։ Մազերը մուգ էին, սպիտակախառն, միշտ կոկիկ հավաքված, ձեռքերը չոր էին, արագաշարժ, բժշկի ձեռքեր։ Հայացքն ուղիղ էր, ուշադիր։ Այդպես են նայում մարդիկ, ովքեր սովոր են վայրկյանների ընթացքում գնահատել դիմացինին։ Տեղամասային թերապևտ էր աշխատել 30 տարի, մանկաբույժ էր։ Եթե թաղամասում ինչ-որ մեկը չգիտեր Գայանե Սարգսյանին անունով, ապա հաստատ ճանաչում էր դեմքով։ Կարճահասակ, կապույտ խալաթով, անբաժան թղթապանակը թևի տակ, նա քայլում էր պոլիկլինիկայի միջանցքով արագ, բայց առանց իրարանցման։ Նրա հերթում երբեք սկանդալներ չէին լինում։ Նրա մեջ ինչ-որ հանգիստ վստահելի բան կար, որ մարդիկ նրա ներկայությամբ ինքնըստինքյան հանդարտվում էին։ Թոշակի էր անցել 3 տարի առաջ, ոչ թե առողջության պատճառով, այլ տարիքի, չէր ուզում գնալ։ Մեկ ամիս տանը նստեց ու զգաց, որ խելագարվում է։ Հետո գործ գտավ իր համար, սկսեց օգնել հարևանուհուն, հիվանդ թոռնիկի հարցում, հետո մյուս հարևանուհուն, հաշմանդամության փաստաթղթերի հարցում։ Հետո հանկարծ պարզվեց, որ տնից դուրս է գալիս ամեն օր եւ անգործ չի մնում։ Միայնություն, այո, կար։ Միքայելի մահից հետո բնակարանը փոխվեց, ոչ թե դրսից, այլ ներսից, կարծես օդն այլ դարձավ, ավելի լուռ, ավելի չոր։ Գայանե Սարգսյանը ապրում էր այդ լռության հետ, սովորել էր հարգել այն, չէր լցնում այն օր ու գիշեր հեռուստացույցով, չէր զանգում բոլորի նախխթիր կարոտից դրդված, ուղղակի ապրում էր։ Պատերին լուսանկարներ էին, շատ։ Ահա Էլենը, դեռ շատ փոքր, Միքայելի գրկում, երկուսն էլ ծիծաղում են։ Ահա Էլենը դպրոցական համազգեստով, հսկայական բանթով լուրջ նայում է։ Ահա արդեն մեծ, հարսանիքին, Արմենի հետ, սպիտակ զգեստով ծիծաղում է։
Գայանե Սարգսյանը երբեմն կանգնում էր այդ նկարների առջև ու մտածում. ահա այն, ողջ կյանքը այստեղ է, շրջանակների մեջ, պատին։ Էլենը խելացի աղջիկ մեծացավ, այդպես էին ասում բոլորը, ուսուցիչները, փարևանները, Գայանեի ընկերուհիները։ Ինչպիսի դուստր ունեք։ Գայանեն լսում էր ու զուսպ ժպտում, բայց այն հատուկ փայլով աչքերում, որը լինում է միայն մայլերի մոտ։ Նա իրոք շատ բան էր դրել դստեր մեջ, շատ։ Դա ուղղակի խոսք չէ, դա կոնկրետ գործեր են։ Մաթեմատիկայի պարապմունքներ, երբ փողը հազիվ էր հերիքում, և Գայանեն ինքը 3 ամիս քայլում էր պատրված կոշիկներով։ Ամառային ճամբար Սևանի ափին, ուր Էլենը գնում էր ամեն ամառ, մինչ Միքայելը բուժվում էր, իսկ պոլիկլինիկայի աշխատավարձը չնչին էր։ Համալսարան ուրիշ քաղաքում։ Գայանեն ճանապարհում էր նրան 2 պայուսակով կայարանում, իսկ հետո վերադառնում տուն ու լաց լինում դատարկ բնակարանում, լուռ, որպեսի Միքայելը չլսի։ Էլենը երախտագետ դուստր էր, այսինքն զանգում էր, գալիս էր, շնորհավորում էր, բայց Գայանեն վաղուց էր նկատել, զանգերի և ներկայության միջև տարբերություն կա։ Էլենը զանգում էր, բայց ներկայությունը չկար։ Դա դժվար է բացատրել բառերով։ Ուղղակի երբ դուստրը հյուր էր գալիս, բնակարանում աղմկոտ էր դառնում։ Էլենը շատ էր խոսում իր աշխատանքից, Արմենից, վերանորոգումից, պլաններից, և Գայանեն լսում էր, գլխով անում, թեյ ու թխվածք առաջարկում։ Իսկ հետո Էլենը գնում էր, և Գայանեն լվանում էր ամանները ու մտածում, որ 2 ժամվա ընթացքում աղջիկը ոչ մի անգամ չհարցրեց. ոնց ես։ Ոչ թե չարությամբ էր մտածում, այլ ուղղակի նկատում էր։ Արմենը հայտնվեց նրանց կյանքում, երբ Էլենը թևափոխեց 30-ը։ Գայանեն շատ չէր խորանում, չէր ուզում ավելորդ խորհուրդներ տալ այնտեղ, ուր չեն հրավիրում։ Իսկ հետո Էլենը բելեց Արմենին։ Նա հմայիչ էր, դա առաջին բանն էր, որ զգացվում էր հենց շեմից։ Գեղեցիկ տղամարդ, լավ ակնված, լայն ժպիտ, սպիտակ ատամներ, ծաղիկներ էր բերել, քրիզանթեմներ, Գայանեի սիրելիները։ Հենց առաջին երեկոյից նրան մայրիկ էր ասում, թեև նա չէր խնդրել։ Գովում էր նրա թխվածքները, հետաքրքրում էր, թե ինչպես էր առաջ աշխատում պոլիկլինիկայում։ Ինչ-որ զվարճալի բաներ էր պատմում իր աշխատանքից։ Գայանենը ժպտում էր, թեյ լցնում, բայց հետո, երբ նրանք գնացին և նա հավաքում էր սեղանը, մի միտք եկավ, որը նա իսկույն վանեց։ Չափազանց լավն է, չափազանց ճիշտ է, ամեն ինչ չափից դուրս տեղում է։ Նա վանեց այդ միտքը, իրեն հանդիմանեց. ձերացել ես Գայանե, կասկածամիտ ես դարձել, մարդը ջանք է թափում, իսկ դու արդեն վատ բան ես փնտրում։ Էլենը ամուսնացավ Արմենի հետ ծանոթությունից 1 տարի անց։ Հարսանիքը մեծ չէր, ջերմ էր։ Գայանեն նստած էր սեղանի շուրջ իր նոր զգեստով, մուգ կապույտ, հատուկ այդ առիթով գնված, նայում էր աղջիկան ու մտածում. թող երջանիկ լինի, Աստված ջան, միայն թե երջանիկ լինի։ Հարսանիքից մի քանի տարի անցավ, Գայանեն հաճախ էր լինում նրանց տանը, 2 շաբաթը մեկ հաստած, երբեմն ավելի հաճախ։ Էլենն ապրում էր կես ժամվա հեռավորության վրա, նորակառույց թաղամասում, լավ բնակարանում։ Գայանեն տարբեր բաներ էր նկատում։ Նկատում էր, որ Արմենը միշտ հեռախոսով է, բայց ոչ այնպես ինչպես բոլորը։ Դե հեռախոս է, հիմա բոլորն էլ հեռախոսով են։ Բայց նա կարծես ինչ-որ բանի էր սպասում, հենց հեռախոսը թրթրում էր, նա արդեն նայում էր։ Երբեմն դուրս էր գալիս միջանցք, խոսում ցածր, արագ, վերադառնում։ Ժպիտը տեղում էր, կարծես ոչինչ չէր եղել։ Նկատում էր, որ Էլենը փոխվել է, ոչ թե վատացել է, այլ փոխվել է։ Առաջ դուստրը կենսուրախ էր, շատախոս, կարող էր ժամերով դատարկ բաներից խոսել։ Հիմա կարծես ներսում ինչ-որ բան լարված լիներ։ Պատասխանում էր արագ, երբեմն ոչ տեղին, երբեմն լռում էր կիսատ խոսքի վրա ու նայում ինչ-որ տեղ, հեռուն։ Մի անգամ Գայանեն եկավ առանց զգուշացնելու, ուղղակի բերել էր իր պատրաստած ելակի մուրաբանը, Էլենի սիրելին, զանգեց դոմոֆոնը, երկար դադար, հետո Էլենը. «Մամ, հիմա, լավ, բարձրացիր»։ Ձայնը տարօրինակ էր, լարված, կարծես հենց նոր լաց էր եղել, բայց երբ Գայանեն ներս մտավ, ամեն ինչ նորմալ էր։ Էլենը ժպտում էր, Արմենը լավ տրամադրություն ուներ։ Սեղանին մի բացված ծրար կար, որը Էլենը արագ թաքցրեց ամսագրի տակ։ Գայանեն ձևացրեց, թե չնկատեց, դրեց մուրաբանը, թեյ խմեց, գնաց։ Իսկ տուն գնալու ճանապարհին ավտոբուսում մտածում էր, ինչ ծրար էր դա, ումից էր այդ թուղթը, որը թաքցնում են մորից։ Վանեց այդ միտքը։ Քո գործը չէ, Գայանե։ Մեծահասակ մարդիկ են, իրենք կհասկանան։ Տանը դարակի վրա դրված էր հին բժշկական տեղեկագիրքը, հաստ, բազմիցս թերթված,
թրթե էջանշաններով։ Նա այն իր հետ պահել էր ողջ կյանքում, դեռ պոլիկլինիկայից։ Մի երեկո, երբ նա միայնակ թեյ էր խմում ու նայում աշնանային բակին, բացեց տեղեկագիրքը, պարզապես սովորության համաձայն։ Գրքի միջից ընկավ մի հին սև-սպիտակ լուսանկար, փոքրիկ, սպիտակ եզրերով, անկյուններից արդեն դեղնած։ Երիտասարդ Գայանեն սպիտակ խալաթով ծիծաղում է, մազերը արձակված են, ինչը կյանքում գրեթե չէր պատահում։ Եվ կողքին մի բարձրահասակ տղա, լուրջ, մի քիչ անփույթ, կարծես չգիտեր ուր դնել ձեռքերը։ Նորիկ Ղազարյան։ Նրանք միասին պրակտիկային անցնում նույն կուրսում։ Հետո կյանքը նրանց բաժանեց։ Ինքը մնաց Երևանում, նա գնաց հեռու, հյուսիս, հետո տեղափոխվեց, հետո ընդհանրապես կորավ։ Գայանեն երկար նայեց լուսանկարին, երիտասարդ իրեն, այն բանին, թե որքան հեշտ էր ծիծաղում այն ժամանակ։ Հետո զգույշ դրեց նկարը հետ, գրքի մեջ, և տեղեկագիրքը դրեց դարակին։ Փաթեց, գնաց քնելու։ Նա չէր կարծում, որ դեռ կվերադառնա այդ գրքին ու այդ լուսանկարին, որ հենց այդ հին տեղեկագիրքը կլինի ավելի կարևոր, քան ինքը կարող էր պատկերացնել։ Բայց այդ մասին նա դեռ չգիտեր։ Այդ ամռանը, իր ծննդյան օրվանից քիչ առաջ, Էլենը եկավ մենակ, առանց Արմենի։ Տորթ էր բերել, թեյի սեղանի շուրջ սովորականից երկար նստեց։ Գայանեն ուրախ էր, վաղուց այսպես չէին նստել, երկուսով, առանց շտապելու։ Էլենը նայում էր մորը, նրա փոքրիկ խոհանոցին, պատուհանի ծաղիկներին, պահարանի սպասքին ու հանկարծ ասաց. «Մամ, ուզում եմ քեզ մի բան առաջարկել։ Դու միայն մի անգամից մի մերժիր»։ «Ասա», ասաց Գայանեն։ «Մենք Արմենի հետ մտածում ենք տուն վերցնել, մեծ, քաղաքից դուրս, բայց ոչ հեռու, հողամասով, մաքուր օդով»։ Էլենն արագ էր խոսում, կարծես վախենում էր, որ կընդհատեն։ «Ինչու ես այստեղ մենակ նստած այս երկու սենյականոցում։ Միասին կտեղափոխվենք։ Տեղը բոլորիս կհերիքի, ու դու մենակ չես լինի, մենք էլ կողքիդ կլինենք»։ Գայանեն լռում էր, նայում էր դստերը։ Էլենը նայում էր ի պատասխան, հույսով ու մի քիչ տագնապով։ «Քո բնակարանը լավն է, մամ»։ Եթե վաճառենք, Էլենը մի քիչ ավելի ցածր էր խոսում։ «Գումարը կդնենք տան տակ, մնացածը հիփոթեքով կվերցնենք, իսկ քո գումարը որպես առաջին վճար։ Միասին կլինենք, ես ուզում եմ, որ դու մենակ չլինես»։ Գայանեն վերցրեց բաժակը, մի կում արեց, մտածեց։ Ներսում ինչ-որ բան սեղմվեց, ոչ թե վախից, այլ ինչ-որ ուրիշ բան։ Կարծես գիտակցության եզրին մի զգուշացնող ազդանշան հայտնվեց։ Այն նույն զգացումը, որ ունենում է բժիշկը, երբ անալիզները կարծես նորմալ են, բայց մարդն իրեն վատ է զգում։ Բայց դիմացը իր աղջիկն է, նայում է հույսով, ասում է մենակ չես լինի։ «Կմտածեմ», ասաց Գայանեն։ «Մամ», Էլենը բռնեց նրա ձեռքը։ «Ես իրոք ուզում եմ, որ միասին լինենք, դու ինձ պետք ես կողքիս»։ Վաղուց Գայանեն այս խոսքերը չէր լսել։ Սիրտը փափկեց ավելի շուտ, քան ուղեղը հասցրեց առարկել։ Նա ծածկեց աղջկա ձեռքը իր ձեռքով ու ասաց. «Լավ, արի տեսնենք ձեր այդ տունը»։ Հաջորդ երեկոյան Գայանեն զանգահարեց իր վաղեմի ընկերուհին և նախկին պացիենտին, Նարինեին, ով մի քանի տարի է աշխատում էր բանկում։ Լուր, ճշգրիտ կին այն մարդկանցից, ում կարելի է վստահել։ Նրանք երկար խոսեցին, ոչ թե տան մասին, այլ ուրիշ բանի, փողի, զգուշության։ Նարինեն խոսում էր առանց խորհուրդների ու ավելորդ բառերի։ Ուղղակի բացատրում էր, թե ինչպես կարելի է անել, որ բնակարանի վաճառքից ստացված գումարի մի մասը առանձին մնա ավանդի վրա, բացված միայն իր անունով։ «Ինչի՞դ է պետք», հարցրեց Նարինեն։ «Սև օրվա համար», պատասխանեց Գայանեն։ «Հասկանալի է», ասաց ընկերուհին ու էլ չհարցրեց։ Խոսակցությունը կարճ էր, լուռ։ Գայանեն հետո երկար նստեց հեղախոսը ձեռքին ու մտածում էր. «Ինչու է սա արեցի։ Միթե չեմ վստահում Էլենին։ Չէ՞ որ նա իմ աղջիկն է, իմ արյունը, ում ես ողջ կյանքում պահպանել եմ։ Վստահում եմ։ Իհարկե վստահում է»։ Ուղղակի սիրտը հուշեց։ Նա բացեց դարակը, հանեց հին բժշկական տեղեկագիրքը, մեջը դրեց բանկի անվանումով ու պայմանագրի համարով մի փոքրիկ թուղթ։ Գիրքը հետ դրեց, ոչ մեկին ոչինչ չասաց։ Նա այն ժամանակ չէր մտածում, որ այս փոքրիկ զգուշությունը մի օր կլինի իր փրկությունը։ Մտածում էր ուղղակի ամեն դեպքի համար։ Ոչ թե որովհետև կասկածում է, այլ որովհետև բժշկության մեջ 30 տարին սովորեցրել են մեկ կարևոր բան՝
Պահպանիր մարդուն, նույնիսկ երբ նա դեռ առողջ է, հատկապես երբ նա դեռ առողջ է։ Գայանեն արթնացավ այդ առավոտ թեթև զգացողությամբ։ Այդպես լինում է, երբ դեռ չգիտես, որ օրը հատուկ է, բայց մարմինդ արդեն զգում է։ Պատուհանից այն կողմ աշնանային խաղաղություն էր։ Տերևները չէին թափվում, ուղղակի կախված էին ճյուղերից, համբերատար, կարծես նրանք էլ էին ինչ-որ բանի սպասում։ 60 տարի, կլոր ամսաթիվ։ Նա չէր սիրում աղմուկ ծննդյան օրերի շուրջ, երբեք չէր սիրել։ Միքայելը պատահում էր լուր մի բան էր կազմակերպում, սեղան էր գցում, կանչում էր 2-3 մտերիմների, գնում էր նրա սիրելի քրիզանթեմները, առանց ճառերի, առանց առողջության ու երջանկության կենացների։ Ուղղակի նստում էին ուտում, զրուցում։ Նա միշտ ասում էր. «Ինձ ուրիշ ոչինչ պետք չէ»։ Եվ դա ճշմարտություն էր։ Հիմա Միքայելը չկար, բայց աղջիկը կար, եւ աղջիկը տոն էր խոստացել։ Գայանեն հագավ իր լավագույն բլուզը, բաց գույնի նուրբ զոլերով, որը գնել էր դեռ տեղափոխվելուց առաջ։ Օձիքին ամրացրեց հանգուցյալ մոր բրոշը, փոքիկ կապույտ քարով, մի քիչ հնաոճ, բայց հարազատ։ Պահարանից հանեց վերարկուն, այն տոնականը, մուգ մոխրագույն, գրեթե չհագած, նայեց իրեն հայելու մեջ, որը հիմա դրված էր կաթսայատան կողքի իր փոքրիկ սենյակում։ Դե ինչ, ասաց նա իր արտացոլանքին, 60-60, ժպտաց, գնաց խոհանաց։ Խոհանոցում արդեն վանիլի ու թխվածքի բույր էր, դա հույս էր ներշնչում։ Էլենը երուզերի մաչ էր գոգնոցով, հեռախոսը ուսի ու ականջի արանքում սեղմած։ Տեսնելով մորը ձեռքով արեց, սպասիր, ինչ-որ բան արագ ասաց հեռախոսով, անջատեց։ Մամ, ծնունդդ շնորհավոր, ամուր գրկեց ու համբուրեց այտը։ Այսօր ուղակի գեղեցկուհի ես։ Գայանեն ծիծաղեց։ Լավ, հերիք է։ Չէ, լուրջ։ Էլենը նայում էր նրան համարյա մեղավոր հայացքով, թեև Գայանեն այն ժամանակ չհասկացավ ինչու։ Լսիր, մամ, մենք քեզ համար անակնկալ ունենք, ուզում ենք զարդարել, սեղանը յուրահատուկ գցել, չես կարող մի ժամով զբոսնել, ուղղակի քայլիր, օդ շնչիր, եղանակը լավն է։ Գայանեն նայեց պատուհանից։ Եղանակը լավն էր, մոխրագույն, զով, աշնան թեթև հոտով։ Զբոսնելու համար լավագույն օրը չէր, բայց ոչ էլ սարսափելի էր։ 1 ժամ, հարցրեց նա։ Դե գուցե մի քիչ ավել։ Մենք կզանգենք, երբ պատրաստ լինի։ Արմենը կանգնած էր խոհանոցի դրան մոտ, գլխով արեց նրան, առանց ժպտալու։ Հեռախոսը ձեռքում թրթռում էր։ Նա նայեց էկրանին, շրջվեց ու գնաց սենյակ։ Գայանեն վերցրեց պայուսակը, գցեց վերարկուն։ Լավ, կգնամ, թեյի հետ մի բան կառնեմ։ Գուցե տորտ։ Մամ, պետք չէ, ամեն ինչ ունենք, գոռաց Էլենը հետևից։ Բայց Գայանեն արդեն դուրս էր եկել։ Ճանապարհին նա այնուամենայնիվ մտավ հրուշագեղենի խանութ, գնեց մի փոքրիկ ելակով տորտ, սպիտակ տուփով։ Ուղղակի այդպես, սովորության համաձայն դատարկաձեռն չգնալու համար։ Նա վերադարձավ 1 ժամից մի քիչ անց։ Դարպասը փակ էր փականով։ Դա լինում էր, տարօրինակ բան չկար։ Գայանեն սեղմեց դոմոֆոնի կոճակը։ 1, 2, երկար ազդանշան։ Լռություն։ Հետո նորից։ Հետո նկատեց ճամպրուկը։ Այն դրված էր չանկապատի մոտ, աստիճաններից մի քիչ հեռու։ Իր ճամպրուկը, հին, մաշված շագանակագույն բռնակով։ Կողքին սուպերմարկետի տոպրակ էր։ Նա ճանաչեց այն։ Անցյալ շաբաթ էր գնել։ Մեջը դրել էր տաք շալը, դեղերը, մի քանի փաստաթուղթ։ Այն ամենը, ինչ հավաքում էր կամաց-կամաց։ Թամարա մորաքրոջ ամառանոց գնալու դեպքի համար։ Գայանեն նայում էր ճամպրուկին, չէր հասկանում։ Հետո այնուամենայնիվ զանգեց եւս մեկ անգամ։ Երկար, համար զանգ։ Դոմոֆոնի հետևից քայլեր լսվեցին։ Դադար։ Հետո դստեր ձայնը, ցածր, բայց հաստատակամ։ Մամ, դուրը չեմ բացելու։ Գայանեն միանգամից բառեր չգտավ։ Էլեն, ինչ է կատարվում։ Մամ, այսպես ավելի լավ կլինի։ Դու պետք է առանձին ապրես։ Մենք այդպես ենք որոշել։ Գայանեն կանգնած էր տորթի սպիտակ տուփը ձեռքին։ Ելակով տորտ։ Նա ելակով տորտ էր գնել։ Էլեն ջան, ձայնը չդողաց։ Նա չէր կարողանում գոռալ։ 30 տարի պոլիկլինիկայում սովորեցնում են խոսել հավասարակշռված, նույնիսկ այն ժամանակ, երբ ներսում ամեն ինչ փլվում է։ Բաց դուռը, արի նորմալ խոսենք։ Մամ, մենք արդեն ամեն ինչ որոշել ենք։ Իրերդ դարպասի մոտ են։ Դադար։ Հետո Արմենն է ինչ-որ բան ասում այնտեղ, ներսում։ Բառերը չեն լսվում։ Միայն տոնայնությունն է։ Կոշտ, շտապեցնող։ Եվ այդ ժամանակ Էլենը ոչ թե չարությունից, ոչ թե սառը հաշվարկից, այլ հենց վախից, նրանից, որ կողքին կանգնած է Արմենն ու նայում է,
Նետում է այն խոսքը, որը հետո 1000 անգամ կհիշի ինքն էլ։ Դու այլևս իմ մայրը չես, եթե ուզում ես մեզ զրկել կյանքից։ Դոմոֆոնի չխկոց, լռություն։ Գայանեն կանգնած էր, ուղղակի կանգնած։ Մի թռչուն կռնչաց հարևան հողամասի ցանկապատի հետևում, մեքենա անցավ, քամին քաշեց վերարկուի փեշը։ Նա զգույ դրեց տորթը ճամպրուկի վրա, որ չընկնի, հետո նայեց տանը, պատուհաններին, որոնց հետևում լույս էր վառվում, որոնց հետևում վանիլի ու թխվածքի բույր էր, որոնց հետևում իր աղջիկն էր, իր միակ դուստրը, ում մեծացրել էր, ում բարուրն էր փոխել, ում ձեռքը բռնած տարել էր քննությունների, ում հետ կրկահառնված լաց էր եղել Միքայելի թաղմանը, հենց փողոցում, առանց անցորդներից ամաչելու։ Այդ ամենը այնտեղ էր, դրան հետևում, իսկ ինքը կանգնած էր այստեղ, ճամպրուկով, տոնական վերարկուով, տորթով։ Ցավում էր ոչ թե սիրտը, այլ ինչ-որ բան ավելի վերև, կոկորթում, այնտեղ, ուր բառերն են, երբ դրանք չի կարելի ասել։ Նա վերցրեց ճամպրուկը, բարձրացրեց տոպրակը, պայուսակը գցեց ուսին ու գնաց, չշրջվեց։ Դժվար էր չշրջվելը, բայց նա չշրջվեց։ Այգին 10 րոպեի ճանապարհ էր։ Գայանեն քայլում էր, չնկատելով ճանապարհը։ Ոտքերն իրենք բերեցին նրան այն հին կաղնու մոտի նստարանին, այն նույն նստարանին, որտեղ նրանք Էլենի հետ նստել էին մի անգամ, երբ աղջիկը դեռ դերահաս էր, եւ ինչ-որ բան էր պատահել դպրոցում, ինչ-որ տհաճ բան։ Այն ժամանակ նրանք նստել էին այստեղ ու լռել, եւ Էլենը սեղմվել էր նրա ուսին, իսկ Գայանեն շոյել էր նրա գլուխը, ոչինչ չհարցնելով։ Նա նստեց նստարանին, ճամպրուկը դրեց կողքին, տորթը դրեց ծնկներին։ Այգում դատարկ չէր։ Մայրեր մանկասայլակներով, երկու տղամարդ թերթերով, երեխաներ ինքնագլորներով, որոնք գոռում են, ծիծաղում, ընկնում ու նորից վեր կենում։ Աշխարհն ապրում էր իր կյանքով։ Նրան մեկ էր։ Հեռախոսը թրթրաց պայուսակում։ Գայանեն հանեց մի քանի հաղորդագրություն։ Հոբելյանտը շնորհավոր Գայանե Սարգսյան։ Առողջություն եւ ամենալավ բաները։ Շնորհավորում ենք 60-ամյակի կապակցությամբ։ Պոլիկլինիկայի գործընկերները, հարևանուհին, հեռու բարեկամը։ Էլենից ոչինչ չկար։ Գայանեն հեռախոսը հետ դրեց։ Այդ ժամանակ եկավ ամոթը, ոչ թե վիշտը, այլ հենց ամոթը, տաք, անհարմար ամոթ, կարծես ինքն ինչ-որ բան սխալ էր արել, թեև ոչինչ չէր արել։ Նա նստած էր այգու նստարանին, ճամպրուկով, իր 60-ամյակի օրը, եւ նրան թվում էր բոլորը դա տեսնում են։ Կինը ճամպրուկով նստարանին, առանց տան։ Տոնի ժամանակ նա ծածկեց աչքերը, ներշնչեց, արտաշնչեց։ 30 տարի բժշկության մեջ սովորեցնում են եւս մեկ բան. երբ վատ է, շնչեք, պարզապես շնչել, 1 րոպե, հետո մեկ այլ։ Կներեք, ամբողջ նստարանը միայն ձեզ համար է։ Նա բացեց աչքերը։ Տղամարդ բարձրահասակ, մուգ վերարկուով շան հետ։ Շունը նայում էր նրան գործնական հետաքրքրությամբ։ Ոչ, ասաց Գայանեն, նստեք։ Տղամարդը նստեց, շունը պառկեց նրա ոտքերի մոտ։ Լռեցին։ Տղամարդը կողքի հայացքով նայեց ճամպրուկին, հետո տորթի սպիտակ տուփին, հետո կնոջը, բայց ոչինչ չհարցրեց։ Լավ էր, որ չհարցրեց։ Անցավ մոտ 3 րոպե։ Գայանե, ասաց նա հանկարծ, զգույշ, կարծես վստահ չէր։ Գայանեն ուշադիր նայեց նրան, բարձրահասակ, ալեհեր, աչքերի շուրջ կնճիռներ, բայց աչքերը նույնն էին, ծանոթ, մի քիչ հոնքերի տակից նայող, այն վաղեմի լրջությամբ, որը նա հանկարծ հիշեց։ Նորիկ, արտասանեց նա նույնքան զգույշ։ Տղամարդը ժպտաց, զուսպ, բայց ջերմ։ Կարծում էի սխալվել եմ, այդքան տարի։ Նրանք չէին տեսնվել այն ժամանակվանից, երբ նրանց ճանապարհները բաժանվել էին դեռ երիտասարդության տարիներին։ Նա հեռացել էր, ինքը մնացել։ Կյանքը դասավորվել էր այնպես, ինչպես դասավորվել էր։ Եվ ահա այգի, աշուն, նստարան։ Ինչպես ես այստեղ, հարցրեց նա։ Այդ հարցի մեջ դատարկ հետաքրքրություն չկար։ Դրա մեջ կար ուշադրություն, իսկական, կենդանի։ Գայանեն նայեց իր ճամպրուկին, ուզում էր սովորական մի բան ասել։ Օրինակ, քայլում եմ կամ գործերով եմ։ Նա ողջ կյանքում սովոր էր այդպես պատասխանել, կարճ, առանց ավելորդությունների, որպեսզի ոչ մեկին չծանրաբեռնի, բայց դրա փոխարեն նա ցածր ձայնով ասաց. «Աղջիկս կողպեքը փոխեց, այսօր, ծննդյան սորը», ասաց ու ինքն էլ զարմացավ։ Չէր լացում, ուղղակի ասաց ճշմարտությունը։ Առաջին անգամ այդ սարսափելի ժամվա ընթացքում, բարձրաձայն, ուրիշ մարդու։ Նորիկը չբացականչեց, չսկսեց կարեկցաբար լեզուն քսել քիմքին, չասաց «այ քեզ բան» կամ «Աստված իմ, ինչ մղձավանջ»,
Նա ուղղակի մի վայրկյան լռեց, հետո վեր կացավ, վերցրեց շանսանձը։ Գնանք, ես թեյնիկ ունեմ, նախ թեյ, հետո մնացածը։ Գայանեն նայում էր նրան ներքևից վերև։ Ես չգիտեմ, սկսեց նա։ Գայանե, նա ասաց դա հանգիստ, առանց ճնշման։ Դու նստած ես նստարանին ճամպրուկով, ծննդյան օրը։ Արի գոնե նախ տաք տեղ գնանք։ Նա վեր կացավ, վերցրեց ճամպրուկը, վերցրեց տորթը եւ գնաց նրա հետևից։ Շունը քայլում էր կողքից, գործնականորեն հոտոտելով արահետը։ Թիկունքում շշյալում էր կաղնին։ Տերևները վերջապես սկսեցին թափվել։ Դանդաղ առանց շտապելու, կարծես միայն հիմա էին վճռել։ Գայանեն քայլում էր առաջ ու չէր շրջվում, ոչ թե նրա համար, որ ցավոց չէր, այլ որովհետև երբեմն միակ բանը, որ կարելի է անել, ուղղակի քայլելն է։ Գայանեն արթնացավ անծանոթ սենյակում եւ մի քանի վայրկյան չէր հասկանում, որտեղ է։ Առաստաղն ուրիշ էր։ Ջեռուցման մարտկոցը լուր էր։ Օդում խնձորի ու հին մանրահատակի հոտ կար։ Պատուհանից այն կողմ ճնճղուկներն էին ծլվլում, եւ այդ ձայնն այնքան սովորական էր, այնքան անհամատեղելի երեկվա հետ, որ Գայանեն փակեց աչքերը։ Հետո ամեն ինչ վերադարձավ միանգամից, մեկ ամբողջությամբ։ Դարպասը, ճամպրուկը, տորթի սպիտակ տուփը, դստեր ձայնը դոմոֆոնից։ Նա պառկած էր մեջքի վրա, նայում էր առաստաղին ու մտածում. այսպես էլ է լինում։ Ուրեմն այսպես է լինում։ Նորիկի փոքրիկ սենյակը կոկիկ էր, առանց ավելորդությունների։ Նեղ մահճակալ, աթոռ, զարթուցիչով պահարանիկ։ Պատուհանագոգին կակտուս, կավե թաղարում։ Ծածկոցը տաք էր, փափուկ։ Գայանեն երեք այդպես էլ քնել էր ծածկոցի տակ, առանց հագուստը փոխելու, միայն կոշիկներն էր հանել։ Նա վեր կացավ, հավաքեց մահճակալը։ Սովորությունը հոգնածությունից ուժեղ է։ Պայուսակի մեջ գտավ ատամի խոզանակը, լվացվեց փոքրիկ լոգարանում, որտեղ լվացարանի վերևում կախված էր ճակած հայելին, զգուշոնեն սկոչով կպցրած։ Նայեց իրեն, դեմքն օտար էր։ Կամ էլ ոչ, իրենն էր, ուղղակի շատ հոգնած։ Գայանե, 60 տարեկան, բժիշկ, մայր, կին, ճամպրուկով, օտարի լոգարանում։ Դե հիմա ինչ, ասաց նա իր արտացոլանքին։ Արտացոլանքը չպատասխանեց, բայց եւ հայացքը չթեքեց։ Խոհանոցում արդեն սուրճի հոտ էր գալիս։ Նորիկը կանգնած էր գազոջախի մոտ, հին սվիտերով։ Շունը պառկած էր սառնարանի մոտ ու նայում էր Գայանեին գործնական անտարբերությամբ։ Բարի լույս, ասաց Նորիկը եւ նրա առջև դրեց բաժակը։ Սուրճ, թեյ խնդրում եմ։ Նա լցրեց, դրեց հացը, կարագը, պանիրը, նույն հավաքածուն, որ ինքը ամեն առավոտ դնում էր իր խոհանոցում։ Նա հանկարծ դրանից մի սեղմող զգացողություն ունեցավ, ոչ թե տխրություն, այլ ճանաչման նման մի բան։ Նստեցին, լռեցին։ Պատուհանից այն կողմ աղավնիները տեղավորվում էին քիվին։ Պատմիր, ասաց նա վերջապես։ Նա պատմեց, ոչ ամեն ինչ միանգամից, ոչ կապակցված, այլ այնպես, ինչպես ստացվեց, դստեր գաղափարի մասին, բնակարանի վաճառքի, կացայատան կողքի սենյակի, որից ինքը երբեք չէր դժգոհել, Արմենի ու իր հեռախոսի մասին, այն ծրարի մասին, որը Էլենը թաքցրել էր ամսագրի տակ, երեկվա առավոտվա վանիլի գոգնոցի։ Մամ, մի ժամ քայլիր։ Դարպասի մոտի ճամպրուկի մասին։ Նորիկը լսում էր, առանց ընդհատելու։ Միայն մի անգամ, երբ նա հասավ դստեր խոսքերին, դու այլևս իմ մայրը չես, նա բաժակը կամաց դրեց սեղանին։ Նա դա վախից ասաց, արտասանեց Գայանեն, ոչ թե արդարացնելով, այլ փաստելով։ Ես ճանաչում եմ իմ աղջկան, նա սարսափելի բաներ է ասում, երբ վախենում է։ Գուցե, համաձայնեց Նորիկը, միայն թե դրանից ինձ թեթև չէ։ Ոչ, թեթև չէր, նրանք էլի լռեցին։ Որտեղ ես ապրելու, հարցրեց նա զգուշորեն։ Դեռ չգիտեմ։ Այստեղ կարող ես, ասաց նա պարզապես։ Ես մենակ եմ ապրում, տեղը կհերիքի, մինչև հարցերդ լուծես։ Գայանեն նայեց նրան։ Նորիկը նայում էր պատուհանից դուրս, աղավնիներին, մոխրագույն աշնանային երկնքին։ Նրա դեմքը նույնն էր, ինչ այն լուսանկարում, ծերացած, բայց նույնը։ Շնորհակալություն, ասաց նա։ Չարժե, պատասխանեց նա վեր կենալով թեյնիկի հետևից։ Ընդմիջենք մի քանի վայրկյանով։ YouTube-ը տարածում է նման հոլովակները, երբ տեսնում է, որ դրանք ինչ-որ մեկին պետք են։ Ձեր լայքերն ու բաժանորդագրությունները միջոց են ասելու, որ այո, կանանցի նման պատմությունները պետք է հնչեն։
Եթե համաձայն եք, ապա աջակցեք ալիքին, իսկ մենք շարունակում ենք պատմությունը։ Ցերեկը Գայանեն զանգեց Թամարային, պոլիկլինիկայի նախկին բուժքրոջը, ում հետ աշխատել էին կողք-կողքի գրեթե 20 տարի։ Թամարան ուղղախոս կին էր։ Նրան հարգում էին ոչ թե փափկության, այլ անկեղծության համար։ Նա չէր բամբասում, չէր չափազանցնում, բայց եւ չէր լռում, երբ պետք էր ասել ճշմարտությունը։ Գայանե, ասաց նա, երբ Գայանեն վերջացրեց։ Ես քեզ մի բան կասեմ, միայն թե չնեղանաս։ Ասա։ Ես այդ Արմենին տեսել եմ մի անգամ, 1 տարի առաջ։ Նա եկել էր մեր գլխավոր հաշվապահի մոտ, գումար էր խնդրում, պարտքով։ Բավականին շատ։ Նա մերժեց, Արմենը գնաց։ Հաշվապահը հետո ասում էր. տհաճ խոսակցություն էր, նա ճնշում էր գործադրում։ Գայանեն լռում էր։ Իսկ հետո մոտ 3 ամիս անց, շարունակեց Թամարան, ես նրան տեսա ծառայողական մուտքի մոտ։ Այնտեղ 2 հոգի կանգնած սպասում էին նրան։ Նա դուրս եկավ, նրանք ինչ-որտեղ արագ գնացին։ Ես չհասկացա այն ժամանակ ինչն ինչոց է, բայց հիշեցի։ Ինչու ինձ չասացիր։ Թամարան լռեց։ Գայանե, ինչ պիտի ասեի։ Քո փեսան օտար մուտքի մոտ անծանոթ մարդկանց հետ է։ Դու ինչ կպատասխանեիր։ Գայանեն գիտեր, որ ինքը բացատրություն կգտներ։ Աշխատանք, հանդիպում, պատահականություն։ Նա գիտեր բացատրություն գտնել, չափազանց լավ գիտեր։ Պարտքեր ունի նա Գայանե, ասաց Թամարան ցածր ձայնով։ Լուրջ պարտքեր, ու դա վաղուց է։ Քո Էլենը դրա հետ ապրում է արդեն առաջին տարին չէ։ Վախը մարդկանց հետ տարբեր բաներ է անում, ոչ միշտ լավ։ Գիտեմ, ասաց Գայանեն։ Հիմա որտեղ ես։ Ծանոթիս մոտ։ Լավ է, մենակ չես, արդեն լավ է։ Դու միայն մի լռիր, լավ։ Դու ողջ կյանքդ լռում ես։ Հերիք է։ Գայանեն ծիծաղեց։ Կարճ, ոչ ուրախ։ Թամարա, երբ եմ ես լռել։ Միշտ, հանգիստ պատասխանեց Թամարան։ Քո ցավի մասին, միշտ։ Այդ գիշեր Գայանեն չքնեց։ Շունը տեղավորվել էր դրան մոտ, ու երբեմն հոգոց էր հանում քնի մեջ։ Պատուհանից այն կողմ հազվադեպ մեքենա էր անցնում։ Գայանեն պառկած էր ու մտածում էր։ Ոչ թե քաոսային, այլ մեթոդաբար, ինչպես սովորեր մտածել բարդախտորոշման շուրջ։ Ինչ է հայտնի, ինչն է անհասկանալի, ինչ է պետք պարզել։ Հայտնի է Արմենը լուրջ բարդքերի մեջ է, վաղուց։ Էլենը գիտեր, ուրեմն ապրում էր դրա հետ, ուրեմն վախենում էր։ Բնակարանը վաճառելու եւ ողջ ընտանիքով տեղափոխվելու գաղափարը։ Իրականում ում գաղափարն էր դա։ Էլենն ասում էր, մենք Արմենի հետ մտածում ենք, միասին ենք մտածում։ Մտածում էին արդյոք։ Գայանեն հիշեց այն խոսակցությունը խոհանոցում։ Էլենը մենակ էր եկել, առանց Արմենի, խոսում էր արագ, մի քիչ ջղային, տորթ էր բերել, ելակով, Գայանեի սիրելին։ Ամեն ինչ չափից դուրս ճիշտ էր, չափից դուրս հոգատար, չափից դուրս։ Նա հիշեց դստեր ձեռքերը իր ձեռքերին։ Ես ուզում եմ, որ մենք միասին լինենք։ Դա անկեղծ էր։ Նա վստահ էր, դա անկեղծ էր, բայց անկեղծությունն ու ազնվությունը տարբեր բաներ են։ Կարելի է անկեղծորեն ուզել, որ մայրը կողքին լինի, եւ միաժամանակ անազնվորեն լռել։ Իրականում ինչի համար են պետք իր փողերը։ Գայանեն նայում էր մթությանը։ Նա մտածում էր այն ծրարի մասին, որը Էլենը թաքցրեց ամսագրի տակ։ Այն մասին, թե ինչպես էր Արմենը հեռախոսով միջանցք դուրս գալիս։ Թամարայի խոսքերի մասին, լուրջ պարտքեր։ Այն մասին, թե ինչպես տեղափոխության օրը Արմենը հանկարծ շատ ուշադիր դարձավ, օգնում էր, դուփերն էր գրում, սովորականից հաճախ էր մայրիկ ասում, եւ այն մասին, որ իրեն սենյակ տվեցին կաթսայատան կողքին, ոչ թե չարությունից։ Ամենայն հավանականությամբ ոչ չարությունից, ուղղակի որովհետև դա հարմար էր, մայրը տանն է, ուրեմն կա մեկը, ով կընդունի առաքումը, կա մեկը, ով կհավաքի, կա մեկը, ով կեփի, եթե պետք լինի, մայրը չի դժգոհում, ուրեմն կարելի է չնկատել։ Գայանեն գիտեր չդժգոհել։ 30 տարի պոլիկլինիկայում, հետո այրիություն, հետո մենակ բնակարանում։ Նա վաղուց էր սովորել իր ցավը իր մեջ պահել։ Միայն թե հիմա դա դարձավ իր դեմ։ Առավոտյան կողմ նա վերջապես ննջեց ծանր, կարճ քնով, առանց երազների։ 2 օր անց Գայանեն գնաց տան մոտ, ոչ թե սկանդալ անելու, ոչ թե պահանջելու, այլ ուղղակի խոսելու։ Նա հավատում էր, որ Էլենի հետ կարելի է խոսել։ Գուցե դուստրն արդեն ուշքի է եկել, գուցե ինքն է հեռախոսին նայում, չի համարձակվում զանգել։ Նա մոտեցավ տանը, երբ Արմենը իր հաշվարկով չպետք է լիներ, աշխատանքային օր էր, նա աշխատում էր, բայց հենց դարպասի մոտ լսեց ձայներ, ոչ բարձր, բայց հստակ, խոհանոցի պատուհանը կիսաբաց էր։ Գայանեն կանգ առավ։ Արմենը խոսում էր արագ, գրգռված։ Դու հասկանում ես, որ 1 ամսից նրանք նորից են գալու։ Ինչ եմ նրանց ասելու։ Մենք ոչինչ չունենք։ Ես տվեցի ամեն ինչ, ինչ կարող էի, պատասխանեց Էլենը։ Ձայնը տափակ էր, կարծես քամված։
Մայրիկը տվեց բնակարանը։ Մենք վերցրինք այս տունը, էլ ոչինչ չկա։ Վստահ ես, որ չկա։ Արմենն այնպես էր խոսում, որ Գայանեն հասկացավ, այս խոսակցությունն առաջինը չէ։ Նա թոշակառու է, թոշակն ամեն ամիս ստանում է։ Ինչ որ խնայողություններ, նա 30 տարի աշխատել է, միթե ոչ մի լումա չունի։ Կարճ լռություն։ Չգիտեմ, ասաց Էլենը։ Դե ուրեմն պարզիր։ Արմեն, Էլեն։ Նրա ձայնը դարձավ ավելի ցածր, բայց ավելի կոշտ։ Ուզում ես, որ նրանք գան մեր տուն։ Ուզում ես, որ ես բացատրեմ որտեղ են փողերը։ Ոչ։ Դե ուրեմն պարզիր։ Գայանեն կանգնած էր դարպասի մոտ, տերևները շշյալում էին օդքերի տակ։ Աշունն անում էր իր գործը, չնայած ոչ մի բանի։ Ինչ որտեղ հաչեց մի շուն։ Նա ամեն ինչ հասկացավ։ Ամեն ինչ։ Միանգամից, ինչպես նախորդ օրվա առավոտյան։ Արաստաղը, մարդկոցը, օտար սենյակը։ Ոչ թե Էլենն էր հորինել վաճառել բնակարանը, կամ էլ հորինել էր Էլենը, բայց ճնշման տակ, կամ էլ նա իրոք ուզում էր, որ մայրը կողքին լինի, բայց փողերը պետք էին Արմենին։ Ամեն ինչ միանգամից էր։ Մեկը չէր բացառում մյուսին։ Դա ավելի վատ էր, քան եթե լիներ միայն մի բան։ Գայանեն շրջվեց ու գնաց հետ, առանց շտապելու, հավասար քայլերով։ Միայն թե ձեռքերն իրենց սեղմվեցին, ու նա երկար ժամանակ չէր կարողանում դրանք բացել։ Երեկոյան նա բացեց ճամպրուկը, դասավորում էր իրերը դանդաղ, առանձնացնելով կույտերի։ Սպիտակեղեն, սվիտերներ, փաստաթղթեր, թղթապանակում։ Ճամպրուկի հատակին մի քանի գիրք կար։ Նա միշտ գրքեր էր վերցնում, նույնիսկ կարճ ճամփորդությունների ժամանակ։ Դրանցից մեկը հին բժշկական տեղեկագիրքն էր։ Նա հնեց այն, պահեց ձեռքերում։ Ծանր էր, եզրերից մաշված, կպցրած թերթիկներով ու էջանշաններով։ Բացեց ոչ թե հատուկ, այլ մեխանիկորեն, ինչպես բացում են հին իրը, որը վաղուց ձեռք չեն տվել։ Գրքի միջից ընկավ մի կապույց ծրար։ Գայանեն բարձրացրեց այն հատակից, երկար նայեց։ Բանկի կապույց ծրարներ, ավանդի պայմանագիրը, իր ստորագրությունը։ Ձևակերպման ամսաթիվը։ Այն ժամանակ նոտարի այցից անմիջապես հետո, երբ վաճառում էին բնակարանը, գումարը, որը նա առանձնացրել էր լուռ, առանց հայտարարությունների, սրտի հուշումով, ուղղակի սև օրվա համար։ Նա նստած էր մահճակալի եզրին ու պահում էր ծրարը։ Որոշակի գումար, ոչ հսկայական, նա երբեք հարուստ կին չէր եղել, բայց իրենն էր, հետ գցված ոչ թե ագահությունից կամ դստեր հանդեպ անվստահությունից, այլ այն լուռ բժշկական սովորությունից, պահուստ ունենալ, ինչպես պահում են դեղերի անձեռնմխելի հավաքածուն սեղանի դարակում։ Հույս ունես, որ պետք չի գա, բայց պատրաստում ես։ Աստվեց իմ, պետք եկավ։ Նա հանկարծ հասկացավ ոչ թե ուղեղով, այլ ավելի խորը, որ այս ծրարը ուղղակի փող չէ, դա իր իրավունքն է, չմեռնելու ուրիշի ագահությունից, իր իրավունքը ընտրություն ունենալու, փոքրիկ, համեստ, բայց իրանը։ Նա նորից դրեց ծրարը գրքի մեջ, փակեց, տեղեկագիրքը դրեց պատուհանագոգին, երևացող տեղում, էլ չթաքցնել, իմաստ չկար։ Հաջորդ օր առավոտյան նա զանգեց Նարինեին։ Նա վերցրեց հեռախոսը միանգամից, կարծես սպասում էր։ Գայանե, ես լսել եմ, Թամարան ասաց, ինչպես եք։ Նորմալ, պատասխանեց Գայանեն, ոչ թե սովորության համաձայն, այլ իրոք նորմալ, տոկուն։ Նարինե, ես պետք է ճշտեմ ավանդի հարցը։ Այո, իհարկե, ասեք։ Այն տեղում է, ոչ ոք ոչինչ չի փոխել, միայն ձեր հասանելիությունն է, միայն ձերը, Գայանե։ Ես ինքս եմ ձևակերպել, ոչ մի երրորդ անձ, ավանդը փակ է, ժամկետից շուտ հանել կարող եք միայն դուք անձամբ, անձնագրով։ Գայանեն շունչ քաշեց։ Շատ լավ։ Գայանե, ասաց Նարինեն ցածր ձայնով, եթե ձեզ պետք լինի օգնություն փաստաթղթերի հետ, ցանկացած գործողության հետ, զանգեք, ես կօգնեմ, դա ձեզ խոստանում եմ։ Նրանք մի վայրկյան լռեցին։ Նարինե, ասաց Գայանեն, դու լավ կին ես։ Դե լավ, շփոթվեց նա, դուք ինձ ժամանակին ոտքի կանգնեցրիք այդ բրոնխիտից հետո, ես չեմ մոռացել։ Գայանեն ծիծաղեց, ցածր, բայց իսկական։ Զանգից հետո նա դուրս եկավ փողոց։ Նորիկը հենց այդ ժամանակ դուրս էր բերում շանը։ Նրանք գնացին միասին, առանց որոշակի երթողու, ուղղակի ծանոթ փողոցներով։ Շունը ձգտում էր ամեն թփի։ Նիկոլայը նրան չէր շտապեցնում։ Աշունը չոր էր, դեղին, խրթխրթան, այնպիսին, որի համար ափսոսում ես, որովհետև գիտես շուտով անձրևներ են սկսվելու։ Գայանեն պատմեց պատուհանի մոտ լսած խոսակցության մասին։ Նորիկը լսում էր։ Երբ նա վերջացրեց, Նորիկը երկար լռեց։ Ոչ թե որովհետև ասելիք չկար, այլ որովհետև հասկանում էր։ Միշտ չէ, որ բառեր են պետք։ Ուրեմն վաղուց, ասաց նա վերջապես։ Երևում է Էլենն էլ գիտեր, վախենում էր։ Գայանեն խոսում էր հավասար, առանց արցունքների,
Արցունքները 3 էին, լոգարանում, սրբիչը դեմքին սեղմած, այսօր ոչ։ Հասկանում ես, Նորիկ, նրան չես արդարացնի, բայց եւ չարագործ չես անվանի։ Նա ապրում է մի մարդու հետ, ով իրեն վախեցրել է։ Դա մարդկանց ուրիշ է դարձնում, ոչ այնպիսին, ինչպիսին նրանք կարող էին լինել։ Դու նրան խղճում ես։ Խղճում եմ։ Նա կանգ առավ, նայեց շանը, որը մոռացության տված հոտոտում էր ծառը։ Միայն թե խղճալը չի նշանակում հետ թողնել ու ձևացնել, թե ոչինչ չի եղել։ Նորիկը գլխով արեց։ Հիմա ինչ ես ուզում։ Գայանեն մտածեց։ Իրոք մտածեց, առանց շտապելու, առանց նախապատրաստած պատասխանի։ Ուզում եմ իմ տեղը, իմը, ոչ թե սենյակ կացայատան կողքին, ոչ թե անկյուն ուրիշի տանը, ոչ թե երախտագիտություն նրա համար, որ ես ոտքի տակ չեմ ընկնում, ուղակի իմը։ Հասկանալի է, ասաց նա։ Ծիծաղում ես, հարցրեց նա։ Ոչ, նա նայեց նրան ուղիղ։ Դա ճիշտ է ցանկանալը։ Երեկոյան Գայանեն առաջին անգամ հեռախոսով բացեց անշարժ գույքի հայտարարությունները, ուղակի նայելու, ուղակի հասկանալու համար ինչ կա։ Բնակարանները քաղաքում թանկ են, պարզ է, սենյակներ հնարավոր է, բայց չէր ուզում սենյակ, հերիք են սենյակները։ Նա հասավ մինչև արտաքաղաքային անշարժ գույքի բաժինը, փոքրիկ տներ, գյուղ, ամառանոցային ավան, քաղաքից 30 րոպե հեռավորության վրա։ Նա նայում էր լուսանկարներին, փայտե պատշգամբներ, խնձորենիներ, բանջարանոցներ, փոքրիկ տնակներ, համեստ առանց հավակնությունների։ Ինչ որ բան արձագանքեց ներսում։ Նա ոչ մի որոշում չկայացրեց այդ երեկո։ Ուղակի նայում էր, թերթում, մտածում, այս մեկը սիրուն է։ Իսկ սրա ցանկապատը թեքվել է, իսկ այն մեկի պատուհանը դեպի հարավ է, ուրեմն լուսավոր կլինի։ Շունը եկավ, քիթը խփեց նրա ծնկին։ Դե ինչ ես նայում, ասաց նրան Գայանեն։ Շունը հոգոց հանեց ու պառկեց կողքին։ Էլենը զանգեց ուշ երեկոյան։ Գայանեն տեսավ նրա անունը էկրանին ու երկար նայեց դրան նախքան պատասխանելը։ Մամ։ Էլենի ձայնը մեղմ էր, զգուշ, այն մեկը, որը Գայանեն հիշում էր մանկությունից։ Այդպես Էլենը խոսում էր, երբ ուզում էր ինչ-որ բան խնդրել ու վստահ չէր կթույլատրեն թե ոչ։ Մամ, ո՞նց ես։ Նորմալ, պատասխանեց Գայանեն։ Մամ, ես ցավում եմ, որ այդպես ստացվեց։ Գայանեն լռում էր։ Մամ, ես լսում ես։ Հիմա որտեղ ես ապրում, հարցրեց դուստրը։ Ձայնը մի քիչ փոխվեց։ Լարվածությունն ավելացավ, զգուշությունը պակասեց։ Ամեն ինչ ունես։ Փող, նկատի ունեմ։ Չէ որ դու կարծես ամեն ինչ տվեցիր մեզ բնակարանից։ Ահա եւ վերջ, Գայանեն չզարմացավ։ Դառն էր, բայց չզարմացավ։ Ինչի՞ դե պետք, հարցրեց նա հանգիստ։ Մամ, դե ուղղակի անհանգստանում եմ։ Էլեն, Գայանեն խոսում էր հավասար, առանց ձայնը բարձրացնելու, առանց արդյունքների։ Դու անհանգստանում ես իմ մասին, թե այն մասին արդյոք ինձ մոտ ինչ-որ բան մնացել է։ Երկար լռություն։ Մի պատասխանիր, ասաց Գայանեն։ Ես արդեն ամեն ինչ հասկացա։ Բարի գիշեր, Էլեն։ Նա անջատեց զանգը, հեռախոսը դրեց պահարանիկին, էկրանով դեպի ներքև ու նստեց մթության մեջ։ Շունը դրան մոտ շնչում էր խաղաղ ու հավասար։ Նրա ներսում ինչ-որ բան տեղաշարժվեց, չկոտրվեց, հենց տեղաշարժվեց։ Ինչպես երբ երկար պարկած ես լինում ցավող մեջքով ու հանկարծ մի ոսկոր տեղն է ընկնում։ Ցավոտ է, բայց միանգամից թեթևանում ես։ Նա մի շատ կարևոր բան հասկացավ։ Ոչ թե 3 կամ 3 չի առաջի օրը, այլ հենց հիմա, այս զանգից հետո։ Չէ որ դու ամեն ինչ մեզ տվեցիր։ Նա 50 տարի շարունակ ընտրել էր ուրիշներին, ամուսնուն, պացիենտներին, դստերը, միշտ ուրիշներին։ Դա վատ չէր, դա նրա բնույթն էր, նրա սերը, նրա ապրելակերպը։ Բայց ճանապարհին նա կորցրել էր մի պարզ բան՝ իրեն ընտրելու թույլտվությունը։ Ոչ թե ուրիշների փոխարեն, այլ ուղղակի նաեւ այս փոքրիկ բառը շատ մեծ կշիռ ուներ։ Առավոտյան նա գրքից հանեց կապույտ ծրարը, դրեց պայուսակի մեջ անձնագրի կողքին ու դուրս եկավ միջանցք։ Նորիկը արդեն խոհանոցում էր։ Նորիկ, ասաց նա, կարող ես այսօր ինձ մի տեղ տանել։ Ուր։ Մի գյուղ։ Այնտեղ տուն է վաճառվում, ուզում եմ տեսնել։ Նա շրջվեց, նայեց կնոջը, պայուսակին, ծրարին, որը մի քիչ երևում էր գրպանից։ Երբ ենք գնում, նախաճաշից հետո։ Լավ, ասաց նա պարզապես ու շրջվեց դեպի թեյնիկը։ Ձվածեղ կլինի։ Մեծ սիրով։ Գայանեն անցավ խոհանոց, նստեց պատուհանի մոտի իր արդեն սովորական տեղը։ Ապակուց այն կողմ աշունը բոցավառվում էր ողջ ուժով, դեղին, նարնջագույն, կարմիր, պղնձագույն, եւ այդ ամենը պտտվում էր քամուտակ, թրջում ինչ-որտեղ, առանց կարչելու։ Գայանեն նայում էր դրան ու մտածում, ահա թե ինչպես է պետք, բաց թողնել ու թրջել,
Չգիտես ուր, բայց առաջ։ Շունը գլուխը դրեց նրա ծնկին, նա շոյեց նրա ականջի հետևը։ Դե լավ, ասաց նրան ու ժպտաց։ Առաջին անգամ իրապես այս օրերի ընթացքում նրանք լուր էին գնում գրեթե ողջ ճանապարհին։ Նորի կղեկին, Գայանեն հեռախոսով, որտեղ բացված էր հայտարարությունը։ Պատուհանից այն կողմ երևում էին բանջարանոցներ, ցանկապատեր, մերկացած ծառեր, հազվադեպ հանդիպող տներ, ծխացող բուխարիներով։ Այստեղ քաղաքից դուրս աշունն ավելի թանձր էր, խիտ, թաց հողի ու այրված տերևների հոտով։ Այս շրջադարձն է, ասաց Գայանեն։ Նորիկը թեքվեց, ճանապարհը դարձավ նեղ ու գյուղական, անիվների տակ խրթխրթաց խճաքարը։ Տունը փոքրիկ փողոցի վերջում էր, փայտե, 2 աստիճանանոց պատշղամբով, ցանկապատի մոտի խնձորենիով։ Խնձորենին արդեն դատարկ էր, բայց ամուր էր, հաստաբուն, երևում էր հին ու փորձված։ Գայանեն դուրս եկավ մեքենայից, կանգնեց։ Տունը շատ փոքր էր, 2 սենյակ, խոհանոց, արև, վարարան, ոչ թե գազ, այլ փայտ։ Հողամասը բարձի թողի վիճակում էր, մոլախոտեր, հին մարկեր, թեքված մի տնակ, բայց պատուհանը նայում էր դեպի հարավ, ու խնձորենին կենդանի էր։ Տանտերը մի տարեց տղամարդ բաճկոնով, բացեց բանալիով, պտտեց սենյակներով, պատմեց վարարանի մասին, ջրհորի մասին, այն մասին, որ տանիքը 3 տարի առաջ են փոխել, խոսում էր հանգիստ, չէր գովաբանում, երևում էր տունն իրեն օտար չէր, ու նա հասկանում էր, թե ինչ է վերցնում գնորդը։ Գայանեն քայլում էր սենյակներով, դիպչում պատերին, նայում վարարանի մեջ։ Բացեց պատուհանը, ներս խուժեց այգու, սառը օդի ու կենդանի ինչ-որ բանի հոտը։ Ինչքան եք ուզում, հարցրեց նա։ Տանտերը ասաց գումարը։ Գայանեն լռեց, հաշվարկեց։ Ավանդի գումարը հերիքում էր, հազիվ, բայց հերիքում էր։ Կմտածեմ, ասաց նա։ Շատ մի ձգեք, պատասխանեց տանտերը առանց ճնշման, էլի ցանկացողներ կան։ Նա դուրս եկավ պատշգամբ, կանգնեց բռնվելով բազրիքից։ Նորիկը մեքենայի մոտ ծխում էր, մի կողմ քաշված, որ չխանգարի։ Գայանեն նայեց խնձորենուն, ահա այն, ոչ թե դղյակ, ոչ թե վերանորոգված բնակարան, ոչ թե աստիճաններով ու սուրճի գույնի ծանր վարագույներով տուն, ուղակի տնակ, խնձորենիով ու դեպի հարավ նայող պատուհանով, ու ոչ մի մարդ ներսում, ով կորոշեր, թե որ սենյակում նա պետք է ապրի։ Վերցնում եմ, ասաց նա տանտիրոջը։ Նա գլխով արեց, երբ ենք ձևակերպում, որքան հնարավոր է շուտ։ Անցավ մի քանի օր, Գայանեն արդեն սկսել էր հավաքել փաստաթղթերը, Նարինեն օգնեց բանկային հարցերում, ամեն ինչ դանդաղ էր շարժվում, բյուրոկրատական ձևով, բայց շարժվում էր։ Այդ օրը նա Նորիկի տանն էր, խոհանոցում թղթերն էր դասավորում, երբ դուրը զանգեցին, Նորիկը բացեց, շեմին կանգնած էր Էլենա։ Գայանեն դուրս եկավ միջանցք, նրանք նայեցին միմյանց։ Էլենի աչքերի տակ ստվերներ կային, վերարկուի կոճակները սխալ էր կոճկել, մազերը շտապողականությամբ էին հավաքված։ Մամ, ասաց նա, պետք է խոսենք։ Մտիր, պատասխանեց Գայանեն։ Նորիկը լուր վերցրեց բաճկոնը, շունը վեր թռավ։ Մենք կզբոսնենք, ասաց նա ցածր ու դուրս եկավ։ Նրանք մնացին երկուսով, նստեցին խոհանոցում, սեղանի տարբեր կողմերում, ինչպես օտարներ, թեև օտար չէին, օտարից էլ վատ էին, հարազատներ, որոնք ցավ են պատճառել։ Էլենը նայում էր ջեռքերին, հետո բարձրացրեց աչքերը։ Մամ, պետք է իմանամ, դու փող ունես։ Գայանեն միանգամից չպատասխանեց։ Էլեն, ասաց նա հանգիստ, ես լսում եմ, թե ինչ ես հարցնում, բայց նախ ասա ինձ դու եկել ես, որովհետև կարոտել ես մորթ, թե որովհետև Արմենն է խնդրել։ Էլենը սեղմեց շրթունքները։ Նա չի խնդրել, ես ինքս։ Լավ, Գայանեն գլխով արեց։ Այդ դեպքում ազնիվ պատասխանիր, ինչի դե պետք իմանալ ես փող ունեմ, թե ոչ։ Երկար դադար։ Մենք խնդիրներ ունենք, մամ, լուրջ խնդիրներ։ Արմենը նա պարտք է մարդկանց։ Արդեն 2 անգամ եկել են, պահանջում են։ Էլենը խոսում էր ցածր, արագ, կարծես ամաչում էր իր բառերից։ Ես վախենում եմ, չգիտեմ ինչ անել, ու մտածեցի, եթե դու ինչ-որ բան ունես, մենք գոնե մի մասը կփակեինք։ Էլեն, մամ, դա ընդմիշտ չէ, մենք կվերադարձնենք։ Էլեն, Գայանեն արտասանեց դստերանունը 3-րդ անգամ, ցածր, բայց այնպես, որ նա լռեց։ Դու վաճառեցիր իմ բնակարանը։ Դու դուռը փակեցիր իմ առջև իմ ծննդյան օրը, երբ ես տոնական վերարկուով էի ու տորթով, եւ հիմա դու եկել ես հարցնելու արդյոք ես փող ունեմ քո ամուսնու համար։ Էլենը նայում էր սեղանին։ Հասկանում եմ, որ դա սարսափելի է հնչում։ Այո, սարսափելի է հնչում։ Մամ, ես չէի ուզում, ես չգիտեի, որ նա այսպես, ես չէի կարծում, որ բանը դրան կհասնի։ Չէիր կարծում, կրկնեց Գայանեն, ոչ թե որպես կշտամբանք, այլ որպես փաստ։ Էլեն, նա լռեց, բառերն ընտրելով։
Ես փող չեմ տա Արմենի պարտքերի համար, ոչ թե որովհետև ափսոսում եմ, այլ որովհետև դա չի օգնի, դու դա ինքն էլ գիտես։ Էլենը լռում էր։ Դու գիտես, կրկնեց Գայանեն ավելի մեղմ։ Խաղամոլի պարտքերը անհատական դունդ են, այսօր կփակես, վաղը նորերը կլինեն։ Ես 30 տարի բժիշկ եմ եղել, ես տեսել եմ նման մարդկանց։ Նրանց չի կարելի օգնել փողով, նրանց կարելի է օգնել միայն եթե իրենք ուզենան, իսկ քանի դեռ չեն ուզում, ոչ մի փող չի փրկի, ոչ իմը, ոչ ուրիշինը։ Էլենը բարձրացրեց աչքերը։ Դրանցում արդյունքներ կային, ոչ թե ցուցադրական, այլ իսկական, անօգնական։ Այդ դեպքում ես ինչ անեմ։ Այդ մեկը ես չգիտեմ, ազնվորեն պատասխանեց Գայանեն։ Դա դու պետք է որոշես։ Էլենը գնաց, ոչինչ չրոշաց, ուղակի գնաց, լուռ ու մարած։ Գայանեն երկար նստեց սեղանի մոտ նրա գնալուց հետո, թեյ խմեց, նայեց պատուհանից։ Նորիկը վերադարձավ Շան հետ, թեյնիկը դրեց, ոչինչ չհարցրեց, ուղակի կողքին էր։ Դա ճիշտ էր։ Իսկ հաջորդ օրը եկավ Արմենը, մենակ, առանց Էլենի։ Գայանեն բացեց դուռը ու մի քանի վայրկյան լուռ նայեց նրան։ Նա ուրիշ էր, քան սովորաբար, առանց ժպիտի, առանց հմայքի, առանց այդ սպիտակատամների։ Ուղակի հոգնած ու գրգռված մի տղամարդ աչքերի տակ մուգ շրջանակներով։ Կխոսենք, հարցրեց նա։ Ասա, ասաց Գայանեն։ Դուռը լայն չբացեց, կանգնած էր շեմին։ Արմենը դժգոհ դեմք ընդունեց։ Գուցե ներս մտնեմ։ Ոչ, պատասխանեց նա հանգիստ։ Նա մի վայրկյան շփոթվեց, սովոր էր երևի, որ զիջում են իրեն։ Լավ, նա ձեռքերը խոթեց գրպանները։ Ուրեմն այսպես Գայանե, ես հասկանում եմ, որ մեր միջև լավ չստացվեց, բայց հիմա իրավիճակը լուրջ է, Էլենը վտանգի մեջ է, հասկանում եք։ Եթե ես չփակեմ այս պարտքը, Արմեն, ընդհատեց նա, դու եկել ես ինձ վախեցնելու, թե խնդրելու։ Նա լռեց, որովհետև եթե վախեցներ, չէր ստացվի։ Ես իմ կյանքում ամեն ինչ տեսել եմ, ինձ դժվար է վախեցնել բառերով, իսկ եթե խնդրելու ես, ապա պատասխանը նույնն է, ինչ ասել եմ Էլենին երեկ։ Ոչ, դա ձեր աղջիկն է, ասաց նա ավելի կոշտ։ Ձեր աղջիկը վտանգի մեջ է, իսկ դուք մերժում եք։ Աղջիկս վտանգի մեջ է քո պատճառով, պատասխանեց Գայանեն, ոչ թե իմ պատճառով։ Արմենը մի քայլ առաջ եկավ, ճնշող ձևով։ Ուրեմն ձեզ մեկ է, թե ինչ կլինի նրա հետ։ Ինձ մեկ չէ, ասաց Գայանեն։ Դրա համար էլ քեզ փող չեմ տա, դու կծախսես դրանք, ու մեկ ամիս անց պարտքը նորից կլինի, ավելի մեծ։ Ես դա գիտեմ, դու դա գիտես, Էլենն էլ գիտի, ուղղակի վախենում է խոստովանել։ Նա նայում էր կնոջը, նրա հայացքում ինչ-որ շփոթմունք կար, ոչ թե չարություն, հենց շփոթմունք։ Նա սովոր էր, որ նրա հետ կարելի է, որ նա հարմար է, որ Գայանեն կլռի, կանի, կտա։ Նա չլռեց, գնա Արմեն, ասաց նա ու փակեց դուռը, կանգնեց դրան հետևում, լսում էր նրա քայլերը։ Նա միանգամից չգնաց, մի քիչ մնաց հարթակում, հետո շրխակաց շքամուտքի դուռը։ Գայանեն անցավ խոհանոց, նստեց, ձեռքերը մի քիչ դողում էին, ոչ թե վախից, այլ լարվածությունից։ 30 տարի նա ասել էր ոչ, միայն հիվանդություններին, մարդկանց գրեթե երբեք, պարզվեց կարելի է։ Մի քանի օր անց նա ստորագրեց տան առուվաճառքի փաստաթղթերը։ Նոտարական գրասենյակը գտնվում էր սովորական քաղաքային շենքի առաջին հարկում։ Թղթի ու հին լինոլեումի հոտ էր գալիս։ Գայանեն նստած էր հերթում ու պայուսակը պահում էր ծնկներին։ Պայուսակում անձնագիրն էր, փաստաթղթերը, ավանդի պայմանագրով կապույտ ծրարը։ Նարինեն ինքն էր եկել, չէին պայմանավորվել, նա ուղղակի զանգել էր առավոտյան։ Գայանե, ես կողքիդ կլինեմ, ամեն դեպքի համար։ Նրանք նստած էին երկուսով, սպասում էին հերթին։ Նարինեն կոկիկ մոխրագույն վերարկով, ժամանակ առ ժամանակ ստուգում էր փաստաթղթերը, համեմատում թվերը։ Ամեն ինչ ճիշտ է, ասաց նա վերջապես։ Գումարը համապատասխանում է, պայմանները ճիշտ են։ Հենց ստորագրեք, փողերը կգնան ուղիղ վաճառողին, ոչ մի միջնորդ։ Շնորհակալություն, Նարինե։ Չարժե։ Նարինեն նայեց նրան։ Ինչպես եք։ Նորմալ, պատասխանեց Գայանեն։ Ոչ, իրոք։ Գայանեն մտածեց։ Գիտես, մի քիչ վախենալու է։ Ոչ թե որովհետև չեմ ուզում, այլ որովհետև սա առաջին անգամ է, իրապես իմը։ Ես միշտ ապրել եմ իմ ու Միքայելի տանը, դրանից առաջ մորս տանը։ Իմը երբեք չի եղել։ Ահա եւ ժամանակը եկավ, ասաց Նարինեն։ Հենց այդ պահին նրանց հրավիրեցին։ Գայանեն մտավ կաբինետ, նստեց նոտարի դիմաց, բացեց թղթերը, վերցրեց գրիչը։ Ստորագրության տակ գրված էր նրա անունը՝ Գայանե Սարգսյան։ Նա ստորագրեց։
Անցավ մոտ 3 շաբաթ։ Գայանեն արդեն կամաց-կամաց տեղափոխվել էր իր տուն։ Տեղափոխեց իրերը, առաջին անգամ վառեց վառարանը։ Ծուխը ճիշտ էր գնում, ուրեմն քարշը լավ էր։ Նորիկը եկավ գործիքներով, սարքեց դարպասը, փոխեց պատշգամբի 2 դղտակները։ Շունը վազվզում էր հողամասում այնպես, կարծես դա իր տունն էր։ Գայանեն ծիծաղում էր նրան նայելով։ Այդ երեկո նա արդեն պարկել էր քնելու, երբ հեռախոսը զանգեց։ Ուշ էր, համարյա կեսգիշեր։ Անծանոթ համար։ Նա պատասխանեց, մի վայրկյան լռեց, հետո ճանաչեց ձայնը։ Էլենն էր, բայց իրեն նման չէր, խրբոտ, ցածր, կարծես մեծ դժվարությամբ էր խոսում։ Մամ, Էլեն, ինչ է պատահել։ Մամ, մեզ վտարում են տնից։ Գայանեն նստեց մահճակալին։ Պատմիր։ Արմենը գրավ է դրել տունը։ Ես չգիտեի։ Նա գրավ է դրել էին դեռ մինչև մեր տեղափոխվելը։ Նոր վարկի տակ։ Ես իմացա միայն այսօր, երբ թղթերը եկան։ Բանկը խլում է տունը։ Մենք 1 ամիս ունենք։ Լռություն։ Մամ, մենք մնում ենք առանց տանիքի, արտասանեց Էլենը։ Ցածր։ Առանց հիստերիայի։ Դա ավելի սարսափելի էր, քան հիստերիան։ Չգիտեմ ինչ անել։ Գայանեն նստած էր իր փոքրիկ սենյակի մթության մեջ։ Վառարանը դեռ տաքություն էր տալիս, պատուհանից այն կողմ լուր էր, գյուղը քնած էր։ Նրա ներսում ինչ-որ բան սեղմվեց։ Ոչ թե չարախնդություն։ Ոչ։ Իսկական մայրական ցավ, այն մեկը, որից ոչ մի տեղ չես փախչի։ Նույնիսկ երբ մարդն ինքն է մեղավոր իր դժբախտությունների մեջ։ Նա մտածում էր Էլենի մասին, փոքրիկ դպրոցական լուսանկարի մեծ բանտով, այն մասին, թե ինչպես էր նա սեղվում իր ուսին այգու նստարանին շատ տարիներ առաջ։ Նա սիրում էր այս կնոջը, սիրում էր, եւ դա ոչ մի տեղ չէր կորել, ոչ դարպասի մոտի ճամփրուկից հետո, ոչ դու այլևս իմ մայրը չես խոսքերից հետո, ոչ էլ փողի մասին զանգից հետո, բայց սերը չի նշանակում փրկել հետևանքներից։ Որտեղ է Արմենը, հարցրեց Գայանեն։ Նա գնացել է, հենց թղթերը եկան, նա հավաքեց պայուսակն ու գնաց, ասաց, որ պետք է մտածի։ Էլենը խոսում էր հավասար, բայց այդ հավասարության մեջ ինչ-որ կոտրված բան կար։ Մամ, նա ինձ թողեց այս վիճակում։ Ահա եւ վերջ։ Գայանեն մի վայրկյան փակեց աչքերը։ Էլեն, լսիր ինձ ուշադիր։ Դու հիմա մենակ ես տանը։ Այո, անվտանգության մեջ ես։ Այո, նրանք հիմա չեն գա, այլ 1 ամսից։ Լավ, հիմա դու կպարկես քնելու։ Առավոտյան կխոսենք, ոչ թե հեռախոսով։ Արի այստեղ։ Մամ, Էլենի ձայնը դողաց։ Դու ինձ չես վռնդի։ Երկար դադար։ Ոչ, չեմ վռնդի, բայց եւ չեմ թողնի ներս, ինչպես առաջ, առանց խոսակցության։ Հասկացար։ Այո, քնիր։ Ես այստեղ եմ։ Գայանեն անջատեց հեռախոսը, երկար նստեց մթության մեջ։ Շունը եկավ, գլուխը դրեց մահճակալի եզրին, զգաց, որ նա չի քնում։ Վերջ, ասաց նրան ցածր ձայնով։ Վեր կացավ, մոտեցավ պատուհանին։ Ապակուց այն կողմ գիշեր էր, մութ, լուր, հազվադեպ աստղերով։ Խնձորենին սև ուրվագիծ էր։ Գայանեն մտածում էր այն մասին, որ վաղը դժվար խոսակցություն է լինելու, ամենադժվարը բոլորից, որովհետև նախկինում նա միշտ զիջում էր ավելի շուտ, քան սկսում էր խոսել, իսկ հիմա ոչ։ Հիմա նա ուներ իր տունը, իր բանալին գրպանում, ու նա այլևս չէր պատրաստվում ասել բաներ, որոնք չէր հավատում։ Էլենը եկավ առավոտյան, մենակ, առանց պայուսակների, նույն վերարկուով, սխալ կոչկված կոճակներով։ Նա ծերացել էր այս շաբաթների ընթացքում, ոչ թե արտակնապես, այլ ինչ-որ ավելի խորը ձևով։ Գայանեն բացեց դարպասը, նրանք լուր մտան տուն։ Գայանեն թեյնի կդրեց, հացը կտրեց, ամեն ինչ լռության մեջ։ Վառարանը ճճտում էր, փայտի ու խնձորի հոտ էր գալիս։ Նստեցին։ Էլենը նայում էր անծանոթ խոհանոցին, փոքրիկ, պարզ, նուրբ ծաղիկներով վարագույրով։ Սիրում է, ասաց նա ցածր։ Սա քոնն է, իմն է։ Դու ես գնել։ Այո։ Էլենը լռեց։ Այն փողերով, որոնց մասին ես չգիտեի։ Այո։ Երկար դադար։ Մամ, սկսեց Էլենը, ուզում եմ քեզ մի բան ասել։ Ուղղակի ասել, առանց խնդրանքների։ Լավ, ասա։ Ես մեղավոր եմ։ Նա արտասանեց դա ուղիղ, նայելով աչքերի մեջ։ Ես գիտեի Արմենի պարտքերի մասին։ Գիտեի վաղուց, դեռ նախքան քեզ առաջարկել է, որ տեղափոխվես։ Ես դա հատուկ չեմ հորինել, որ քեզ խաբեմ։ Բայց ես թույլ տվեցի Արմենին համոզել ինձ, որ քո փողերը ելք են, որ մենք հարցերը կլուծենք, որ կվերադարձնենք, որ այդպես բոլորի համար լավ կլինի։ Ձայնը չդողաց, բայց ձեռքերը սեղանին դրված էին չափազանց հավասար։
Այդպես պահում են ձեռքերը, որ չդողան։ Ես քեզ վռնեցի տնից, ծննդյան դորը։ Դա եղել է, նա լռեց։ Հիմա ես բառեր չեմ գտնում։ Ոչ թե որովհետև դրանք չկան, այլ որովհետև ոչ մի բառ դա չի բացատրում։ Գայանեն նայում էր դստերը, նրա դեմքին, որը ճանաչում էր ծննդյան պահից ամեն մի գիծը։ Ինչու՞, հարցրեց նա, ոչ թե կշտամբանքով, այլ իրոք ուզում էր հասկանալ։ Որովհետև ես նրանից վախենում էի, պատասխանեց Էլենը, պարզ առանց զարդարանքների։ Նա կարողանում է այնպես խոսել, որ թվում է ելք չկա, ու դու ես մեղավոր։ Ու եթե դու դա չանես, ապա ամեն ինչ կփլվի։ Ես ապրել եմ դրա հետ մի քանի տարի։ Ես դադարել էի հասկանալ որտեղ է իմ ուղեղը ու որտեղ նրանը։ Նա նայեց պատուհանից դուրս։ Ես նույնիսկ մի անգամից չհասկացա, որ քեզ վռնել եմ։ Ես կարծես կողքից ինձ նայեի ու չէի ճանաչում։ Գայանեն լռում էր։ Ես հիմա ներողություն չեմ խնդրում, ասաց Էլենը։ Ես հասկանում եմ, որ դա այդպես չի աշխատում, որ բառերը ուղղակի բառեր են։ Ես ուղղակի ուզում էի, որ դու իմանաս։ Ես հասկանում եմ ինչ եմ արել։ Երկար լռություն։ Գայանեն վերցրեց բաժակը, մի կում թեյ արեց, նայեց պատուհանից դուրս, խնձորենուն, նոյեմբերյան դատարկայգուն, հետո ձեռքը դրեց դստեր ձեռքին, ոչ թե որպես ներում, ոչ թե որպես ամեն ինչ լավ է, ուղղակի ձեռք։ Ես լսում եմ քեզ, ասաց նա։ Դա արդեն քիչ չէ։ Էլենը վերջապես թուլացրեց ուսերը, կարծես ծանր մի բան էր պահում, ու մի քիչ բաց թողեց։ Ուր ես գնալու, հարցրեց Գայանեն։ Չգիտեմ, առայժմ սենյակ կվարձեմ, երևի աշխատանք կգտնեմ։ Էլենը խոսում էր առանց գանգատների, գործնական ձևով։ Դա էլ էր նորություն։ Ընկերուհիս խոստացել է օգնել առաջին ժամանակներում։ Լավ, Էլենը նայեց նրան։ Մամ, նա կակազեց։ Ես չեմ խնդրում տեղափոխվել քո մոտ։ Ես հասկանում եմ ինչու է դա անհնար։ Ուղղակի, կարելի է ես գամ։ Երբեմն։ Գայանեն միանգամից չպատասխանեց։ Նա մտածում էր, ազնվորեն էր մտածում, ոչ թե քաղաքավարությունից դրդված, ոչ թե ճիշտ մի բան ասելու համար, այլ իրապես։ Կարելի է, ասաց նա վերջապես, բայց ես քեզ մի պայման կասեմ։ 1. Էլենը նայում էր նրան։ Դու գալիս ես այստեղ որպես դուստր, ոչ թե որպես մի մարդ, ում ինչ-որ բան է պետք, ոչ թե խնդրանքներով, քո կամ Արմենի համար, ուղղակի որպես դուստր։ Թեյ, զրույց, պատուհանից այն կողմ խնձորենին, մնացածը դու ինքդ ես լուծում։ Պայմանավորվեցինք, Էլենը գլխով արեց։ Դանդաղ, լուրջ, պայմանավորվեցինք։ Եվս մեկ բան, ավելացրեց Գայանեն։ Արմենն այստեղ չի գա երբեք։ Սա իմ տունն է։ Ես եմ որոշում, ում ներս թողնել։ Հասկանում եմ։ Նրանք լռեցին։ Մամ, ասաց Էլենը ցեցր ձայնով, դու ուրիշ ես դարձել։ Ոչ, Գայանեն օրորեց գլուխը։ Ես դարձել եմ ինքս։ Ուղղակի դա տևեց 60 տարի։ Էլենը գնաց կեսօրին մոտ։ Գայանեն երկար նստեց պատշգամբում, վերարկուով, թեյի բաժակը ձեռքին։ Արդեն ցուրտ էր, բայց նա չէր գնում։ Նայում էր, թե ինչպես է մայր մտնում արևը ծառերի մերկ գագաթների հետևում, ինչպես է վարդագույն երանգ ստանում երկինքը օտար տանիքների վրա, որոնք արդեն դառնում էին հարազատ։ Նորիկը եկավ երեկոյան դեմ, առանց զգուշացնելու, ուղղակի այդպես, բերեց մի բան կամեղր և հաց քաղաքից։ Ինչպես ես, հարցրեց նա մտնելով խոհանոց։ Էլենը եղավ, գիտեմ, զանգել էիր, ցաներ էր, խոստովանեց Գայանեն։ Չեմ դժգոհում, ուղղակի դժվար է նայել նրան, ամեն ինչ հասկանալ, ու միևնույն է չկարողանալ վերցնել ու բաց թողնել ցավը։ Նա իմն է, ուր կփախչես, ոչ միտեղ, համաձայնեց Նորիկը։ Ես նրա առջև դուռը չփակեցի։ Գայանեն բաժակը պահեց երկու ձեռքով, բայց ես ասացի պայմաններ։ Առաջին անգամ կյանքում պայմաններ։ Առանց պայմանի նա ողջ կյանքում մտնում ու դուրս էր գալիս, ինչպես բաց դաշտում։ Նորիկը նստեց դիմացը։ Ճիշտ ես արել։ Չգիտեմ ճիշտ է թե ոչ։ Նա նայում էր բաժակի մեջ։ Գիտեմ միայն, որ դա ազնիվ է, իսկ ազնվությունը միակ բանն է, որ ես հիմա ունեմ։ Նա լռեց, հետո ցածր ձայնով ասաց. Գայանե, կարող եմ մի բան ասել։ Ասա։ Ես քեզ ճանաչում էի երիտասարդ ժամանակ։ Դու այն ժամանակ էլ էիր լավը։ Բայց այնպիսին էիր, կարծես միշտ մի քիչ քեզնից հեռու լինեիր։ Կարծես կարևորը միշտ այստեղ չէր, այլ ինչ որ տեղ հեռվում։ Պացիենտների մոտ, ամուսնուդ, արջկատ մոտ։ Գայանեն լռում էր։ Իսկ հիմա դու այստեղ ես, ասաց Նորիկը պարզապես։ Ահա այս խոհանոցում, այս սեղանի շուրջ։ Սա դու ես։ Ոչ թե ինչ որ մեկի համար, այլ դու։
Նա նայեց տղամարդուն։ Դա լավ է թե վատ։ Դա ամենալավ բանն է, որ ես տեսել եմ քո մեջ, պատասխանեց նա։ Գայանեն հայացքը թեքեց։ Պատուհանից այն կողմ մտնում էր։ Բուրում էր փայտի, մեղրի, գյուղի այն հատուկ երեկոյան հոտով, երբ ամեն ինչ հանդարտվում է, ու հողը շունչ է քաշում։ Կմնաս ընթրիքի, հարցրեց նա։ Եթե պատրաստ ես այն տապակած կարտոֆիլը սոխով, պատասխանեց նա։ Գայանեն ծիծաղեց։ Այ քեզ բան, միանգամից պայման։ Քեզնից եմ սովորում։ Նա վեր կացավ։ Հանեց թավան, դրեց վառարանին։ Շունը անցավ կողքով։ Գործնականորեն քիթը խփեց նրա ափին։ Պատուհանից այն կողմ արդեն լրիվ մտնել էր։ Լույս վառվեց հարևան տանը։ Ինչ որտեղ հաչեց մի շուն ու լռեց։ Գայանեն կանգնած էր իր վառարանի մոտ, իր տանը, եւ սոխն էր կտրատում, հավասար օղակներով, առանց շտապելու։ Սոխը մրմրացնում էր աչքերը։ Նա կկոցում էր աչքերը։ Դրանք այդ երեկոյի միակ արդյունքներն էին։ Եվ դա ճիշտ էր։ Ձմեռը եկավ անսպասելի։ Մեկ գիշերում, առանց զգուշացնելու։ Գայանեն արթնացավ լռությունից։ Դուրս եկավ պատշգամբ ու տեսավ ամեն ինչ սպիտակ։ Խնձորենին, բանջարանոցը, տնակը, թեքված ցանկապատը, ամեն ինչ ծածկված էր հավասար։ Մաքուր ձյունով։ Կարծես ինչ որ մեկը զգուշորեն սփռոց էր փռել հին սեղանին։ Նա կանգնած էր դրան մեջ, տաք գույլ պաներով, ձեռքերով գրկած իրեն։ Սիրուն էր, ուղղակի սիրուն, եւ վերջ։ Պետք չէր ոչ մեկին զեկուցել այդ գեղեցկության մասին։ Պետք չէր ոչ մեկին կանչել տեսնելու։ Նա կանգնած էր մենակ, տեսնում էր ձյունը, եւ դա բավական էր։ Վառարանը վառել արդեն սովորել էր։ Առաջին անգամ չստացվեց։ Փայկերը թաց էին, ծուխը լցվեց սենյակ։ Նորիկը գալիս էր, սովորեցնում։ Թերթերը ներքևից, մանր փայտերը խաչաձև, փայտերը հետո չշտապես։ Հիմա արդեն ստացվում էր։ Կրակը արագ էր բռնկվում։ Քարշը լավն էր, տաքությունը մնում էր մինչև առավոտ։ Գայանեն եռուզեռի մեջ էր վառարանի մոտ, թեյնիկը դրեց, հացը կտրեց, նույն պարզ շարժումները, որոնք նա անում էր ամեն առավոտ, ողջ կյանքում։ Միայն թե հիմա դրանց մեջ ուրիշ բան կար, ոչ թե պարտականություն, ոչ թե սովորություն, ուղղակի իր առավոտը, իր խոհանոցը, իր հացը։ Շունը Նորիկի հետ գալիս էր հանգստյան օրերին, մնացած օրերին Գայանեն մենակ էր ու դրանից չէր նեղվում։ Առաջ միայնությունը ճնշում էր, հիշեցնում էր հեռացած Միքայելի դատարկ բնակարանի մասին, այն մասին, որ չկա մեկը, ում կարելի է ասել բարի լույս։ Հիմա այն ուրիշ էր, ոչ թե դատարկ, այլ ընդարձակ, ինչպես բաց պատուհանով սենյակը։ Էլենը եկավ նոյեմբերյան այն խոսակցությունից մի քանի շաբաթ անց, զանգեց նախորդ օրը։ Մամ, կարելի է վաղը գամ։ Արի։ Նա եկավ դատարկաձեռն, չբերեց ոչ տորտ, ոչ ծաղիկներ, ոչ տոպրակներ, ուղղակի մտավ, հանեց կոշիկները, շուրջը նայեց։ Փոքր տուն, ցածր առաստաղներ եւ գունավոր վարագույր խոհանոցում։ Միքայելի լուսանկարը պատին, Գայանեն այն առաջինն էր քախել բոլոր իրերից։ Այստեղ լավ է, ասաց Էլենը։ Այո, համաձայնեց Գայանեն։ Նստիր, հաց ուտենք։ Ճաշում էին, Գայանեն առավոտյան էր եփել, խոսում էին զգույշ, սկզբում ինչպես սառույցի վրայով են քայլում, չիմանալով թե որտեղ է բարակ, հետո կամաց լարվածությունն անցավ։ Էլենը պատմեց սենյակ եւ արցել ծանոթի մոտ, աշխատանքի անցել մի փոքր ֆիրմայի հաշվապահությունում, իր մասնագիտությամբ չէ, բայց առայժմ դիմանում է։ Արմենի հետ ամուսնալուծվում է, փաստաթղթերն արդեն հանձնված են։ Նա հայտնվել էր գնալուց մեկ շաբաթ անց, ուզում էր խոսել, աղջիկը դուրը չէր բացել։ Գայանեն լսում էր, չէր ընդհատում։ Ծանր է, հարցրեց նա։ Ծանր է, ազնվորեն պատասխանեց Էլենը, բայց ոչ այնպես, ինչպես կարծում էի։ Կարծում էի կփլվեմ, բայց պարզվեց, որ երբ պետք չէ ամեն օր վախենալ, դա արդեն քիչ չէ։ Գայանեն գլխով արեց։ Նա դա հասկանում էր յուրովի, բայց հասկանում էր։ Ապրես, ասաց նա։ Էլենը նայեց նրան։ Մամ, ես չեմ ապրել։ Ես ուղղակի վերջապես անում եմ այն, ինչ պետք էր վաղուց անել։ Դա էլ հենց ապրեսն է, պատասխանեց Գայանեն։ Ուրիշ ճև չի լինում։
Ճաշից հետո նրանք միասին լվացին ամանները, ուսի, ինչպես երբևնի հին խոհանոցում, այն բնակարանում, որն այլևս չկար։ Էլենը լվանում էր, Գայանեն սրբում, լռում էին, բայց դա լավ լռություն էր, տաք։ Հետո Էլենը գնաց, հրաժեշտին ամուր գրկեց, իրական ձևով։ Գայանեն կանգնած էր դարպասի մոտ, նայում էր հեռացող մեքենային։ Ինչ որ բան տեղաշարժվել էր, դեռ չէր ուղվել, ոչ, բայց շարժվել էր ճիշտ ուղղությամբ։ Դանդաղ, ճռոցով, ինչպես հին դուրը, որը երկար ժամանակ չէին բացել, բայց շարժվում էր։ Թամարան զանգեց շաբաթվա վերջում։ Գայանե, գալիս եմ քո մոտ, խոսք կա։ Եկավ հաջորդ օրը իր ամփոփող վանդակավոր վերարկուով, թխվածքը ձեռքին։ Թխվածքը լավն էր, փխրուն, տաք։ Լսիր, ասաց Թամարան, թեյից մի կում անելով։ Մեր պոլիկլինիկայում հաստիք է ազատվել։ Թերապևտ, ոչ լրիվ դրույքով, 4 ժամ շաբաթը 3 անգամ։ Նորվարիչը հարցրեց քո մասին, ասացի կհարցնեմ։ Գայանեն լռում էր։ Գայանե, դու դեռ լավ վիճակում ես, ամեն ինչ հիշում ես, 30 տարվա ստաժ ունես։ Ինչ ես անելու այստեղ այս խնձորենու հետ։ Չեմ նստում, առարկեց Գայանեն, բանջարանոց եմ պլանավորում։ Մինչև գարուն դեռ 3 ամիս կա, հակադարձեց Թամարան։ Գայանեն ժպտաց։ Ոչ լրիվ օրը ոնց է, ինչպես ասացի։ Առավոտյան եկար, ջաշին գնացիր, ոչ թե ուժասպառ լինելու համար, այլ ուղղակի պետք լինելու համար։ Դու գիտես դա ինչպես է աշխատում։ Առանց աշխատանքի դու կես տարուց կսկսես խոսել Շան հետ։ Արդեն խոսում եմ։ Այ տեսնում ես։ Գայանեն նայում էր պատուհանից։ Ասա վարիչին կմտածեմ, արտասանեց նա վերջապես։ Դա նշանակում է այո, գլխով արեց Թամարան։ Դա նշանակում է կմտածեմ, բայց երկուսն էլ գիտեին, որ դա այո է։ Այդ օրվա երեկոյան Գայանեն երկար նստեց ամուսնու լուսանկարի առջև։ Չլացեց, ուղակի նայում էր։ Միքայելը նկարված էր ամառանոցում, ծիծաղում էր, կկոցել էր աչքերը արևից, ձեռքերում մի մեծ ծուկ էր պահում, այնպիսի տեսքով կարծես առնվազն կետ էր բռնել։ Ծիծաղելի էր, հարազատ։ Դե ահա, Միքայել ջան, ասաց նա կամաց, տեսնում ես ինչպես ստացվեց։ Նա մտածում էր այն մասին, թե նա ինչ կասեր։ Նա հանգիստ մարդ էր, չարություն չուներ, երբեք չէր ասում, ես չէի զգուշացրել, նույնիսկ երբ զգուշացնում էր։ Նա երևի մի պարզ բան կասեր, ինչ որ այսպիսի բան, կարևորը, որ դու լավ ես։ Նա լավ էր, ոչ այնպես, ինչպես լավ ես լինում, երբ դա ասում ես հեռախոսով, օտար ձայնով։ Իրապես ներսում ինչ որ բան հանդարտվել էր։ Էլենի խոսքերի ցավը, դու այլևս իմ մայրը չես, դա ոչ միտեղ չէր կորել։ Նա գիտեր, որ դա երկար է հիշելու, բայց ցավը դադարեց լինել գլխավորը։ Դրա կողքին հիմա մի ուրիշ բան էր կանգնած։ Հանգստություն, որը գալիս է ոչ թե երջանկությունից, այլ հստակությունից, երբ գիտես ով ես դու, որտեղ ես եւ ինչ է քեզ պետք։ Շնորհակալ եմ քեզ, ասաց նա Միքայելին, ամեն ինչի համար, նրա համար, որ սովորեցրիր ինձ չվախենալ լռությունից։ Վարարանը ճճտում էր, պատուհանից այն կողմ ձյուն էր գալիս։ Նա վեր կացավ, ուղեց շրջանակը, գնաց քնելու։ Ձմեռն անցավ դանդաղ, ինչպես ձմեռները միշտ անցնում են։ Սկզբում թվում է երբեք չի վերջանա, հետո հանկարծ մի օր, ձնհալ, հողի հոտ, առաջին բացատները։ Գայանեն դուրս եկավ բանջարանոց ու երկար նայեց խնձորենուն։ Այն կանգնած էր հաստաբուն, մի քիչ ծուռումուռ, մուգ հանգուցավոր ճյուղերով, բայց ճյուղերի ծայրերին արդեն ուռչում էին բողբոջները, մանր, պինդ, կանաչաշագանակագույն։ Կենդանի էր։ Գայանեն հագավ աշխատանքային ձեռնոցները, հին կաշվե, որոնք մնացել էին նախկին տիրոջից, եւ սկսեց հավաքել անցյալ տարվա մոլախոտերը։ Աշխատանքը պարզ էր, ֆիզիկական, մի քիչ միանման եւ հենց դրա համար էլ լավ։ Ուղեղը հանգստանում էր, մարմինը աշխատում, հողը զիջում էր։ Մեկ ժամ անց եկավ նորիկը, բահով եւ առանց զգուշացնելու։ Ինչ է, սկսեցիք, հարցրեց նա, հայացք գցելով մաքրված մարկերին։ Սկսեցինք, հաստատեց Գայանեն։ Նա կանգնեց կողքին, վերցրեց բահը, աշխատում էին լուր, կողք կողքի, ինչպես մարդիկ, որոնք կարիք չունեն միմյանց բացատրելու, ինչու եւ ինչպես։ Հետո Գայանեն ուղվեց, հանեց ձեռնոցները, նայեց նրան։ Նորիկ, ասաց նա, դու լավ մարդ ես։ Նա փնթփնթաց, առանց կանգ առնելու։ Գիտեմ, ես լուրջ եմ ասում։ Ես էլ եմ լուրջ ասում։ Նա ծիծաղեց իսկական ձևով, թեթև, առանց ջանքի։ Նա նայեց կնոջը, ժպտաց իր զուսպ, սակավախոս ժպիտով։ Լսել եմ աշխատանքի ես անցնում։ Հաջորդ շաբաթվանից, շաբաթը 3 անգամ։ Ուրախ եմ քեզ համար։ Նրանք վերադարձան աշխատանքին։ Հողը բուրում էր գառնանով, թաց, կենդանի, խոստումնալից։ Անցել էր կես տարուց ավելի այն աշնանային առավոտից, երբ Գայանեն կանգնած էր օտար դարպասի մոտ տորթը ձեռքին։ Կյանքը փոխվել էր,
ոչ թե ամբողջությամբ, այլ կտոր, քայլ առ քայլ, ինչպես եւ վայել է իսկական փոփոխություններին։ Պոլիկլինիկայում նա անցավ աշխատանքի ոչ լրիվորով։ Սկզբում տարօրինակ էր թվում։ Միջանցքը ծանոթ էր, հոտը նույնն էր, թուղթ, դեղեր, մի քիչ քլոր։ Իսկ ինքը կարծես երկարատև հիվանդությունից հետո մի քիչ ուրիշ էր դարձել։ Հետո ընտելացավ։ Պացիենտները ճանաչում էին։ Մի տարեցկին, ում Գայանեն տարիներ շարունակ հսկել էր, նրան տեսնելիս լաց եղավ հենց միջանցքում։ Գայանե, դուք վերադարձաք։ Գայանեն այն ժամանակ շփոթվեց, սովոր չէր նման բանի։ Բայց ներսում տաքացավ։ Աշխատանքը պահում էր նրան, քեր հյուծում, պահում էր, ինչպես հողն է պահում ոտքերի տակ, թույլ չտալով սուզվել։ Էլենը գալիս էր 2 շաբաթը մեկ, միշտ դատարկաձեռն կամ ինչ-որ համեստ բանով։ Մի փունջ կանաչի շուկայից, տնական թխված քաբլիթ, գիրք։ Մամ, մտածեցի քեզ դուր կգա։ Առանց խնդրանքների, առանց արդյունքների, առանց ներիր ինձ մայրիկ խոսքերի։ Ամեն անգամ դա ավելի հեշտ կլիներ, որքան էլ տարօրինակ է, բայց ավելի անազնիվ։ Նրանք նորից էին սովորում։ Ինչպես քայլել են սովորում կոտրվածքից հետո, զգույշ, մի քիչ անփույթ, բայց ամեն անգամ ավելի վստահ։ Մի անգամ նրանք նստած էին պատշգամբում, արդեն տաքացել էր, ապրիլի վերջն էր։ Օդը թեթև էր, հարևան հողամասից եկավ յասամանի հոտով։ Եվ Էլենը հանկարծ ասեց. «Մամ, ես այստեղ մտածում էի, եթե դու այն ժամանակ ինձ հետ թողնեիր մի անգամից, առանց պայմանների, ես ոչինչ չէի հասկանա։ Իրոք, ես նորից կսպասեի, որ ինչ-որ մեկը որոշի իմ փոխարեն»։ Գայանեն լռում էր։ «Դու ճիշտ արեցիր», ավելացրեց Էլենը։ Թեև այն ժամանակ դա սարսափելի էր լսելը։ Ինձ էլ էր սարսափելի ասելը, խոստովանեց Գայանեն։ Էլենը նայեց նրան։ Դու երբեք չէիր ասում, որ վախենում ես։ Գիտեմ, դա սխալ էր։ Նրանք լռեցին։ Յասամանը բուրում էր մայիսյան ձևով։ Ինչ որտեղ հարևանի կատուն անցավ ցանկապատի վրայով, գործնականորեն, առանց թույլտվություն հարցնելու։ Մամ, ասաց Էլենը ցածր ձայնով, դու ինձ դեռ սիրում ես։ Գայանեն նայեց նրան։ Այս կնոջը, ում ճանաչում էր առաջին ճիչից, առաջին քայլից, առաջին մամայից, ասված թոթովախոս ձևով, 1 տարեկան 2 ամսականում։ Միշտ եմ սիրել, պատասխանեց նա։ Դա այն չէ, ինչը միացնում ու անջատում են։ Էլենը գլխով արեց, էլ ոչինչ չասաց, եւ դա բավական էր։ Արմենը անհետացավ նրանց կյանքից այնպես, ինչպես հայտնվել էր, արագ եւ անհետք։ Ամուսնալուծությունը ձևակերպեցին դատարանով։ Էլենը պատմում էր կարճ, առանց մանրամասների։ Գայանեն ավելորդ բան չէր հարցնում։ Դա դստեր կյանքն էր, եւ հիմա Էլենն ինքն էր այն կառուցում։ Նորիկի հետ նրանք հաճախ էին տեսնում։ Ոչ ամեն օր, բայց հաճախ, հարևանաբար, մարդկայնորեն։ Նա օգնում էր բանջարանոցում, ինքը կերակրում էր նրան ճաշերով։ Երբեմն նրանք ուղակի նստում էին երեկոյան, նա թերթով, ինքը գրքով, շունը ոտքերի մոտ, ու ոչինչ չէին խոսում։ Մի անգամ գարնանային երեկոյան նա ասաց. «Գայանե, ուզում եմ քեզ մի բան հարցնել։ Կարող ես մերժել, չեմ նեղանա»։ Նա բարձրացրեց աչքերը գրքից։ Հարցրու. «Դու չէիր ուզենա, որ ես տեղափոխվեմ այստեղ, կամ դու տեղափոխվես իմ մոտ։ Ինչպես կուզես»։ Նա խոսում էր հավասար, առանց ավելորդ բառերի, ինչպես միշտ։ Ես երիտասարդ չեմ, դու երիտասարդ չես։ Մենք երեխա չենք, որ դա ինչ-որ բառերով կոչենք։ Ուղղակի միասին, որովհետև մենակ լինելը ոչ թե վատ է, այլ քեզ հետ ավելի լավ է։ Գայանեն նայեց նրան երկար։ Մտածեց այն մասին, որ 50 տարի նա ապրել է ուրիշների համար, որ առաջին անգամ իրեն ընտրել է միայն 60-ում, որ իր տան բանալին պահում է գրպանում առաջին անգամ կյանքում։ Մտածեց այն մասին, որ սա ոչ թե հրաժարում է իրենից, այլ ընտրություն է, իր ընտրությունը։ Ուրիշ հարց. «Արի դու տեղափոխվի այստեղ», ասաց նա։ «Այստեղ ավելի լավ է, բանջարանոցն ավելի մեծ է»։ Նորիկը մի վայրկյան լռեց։ Պայմանավորվեցինք։ Շունը բարձրացրեց գլուխը, նայեց նրանց ու նորից իջեցրեց։ Այդ գարնանը խնձորենին ծաղկեց։ Գայանեն դա տեսավ առավոտյան, դուրս եկավ պատշգամբ, եւ ծառը կանգնած էր ամբողջովին սպիտակ, թեթև, մեղրի ու այնպիսի մի բանի հոտով, որից կոկորդդ սեղմվում է։
Նա կանգնած էր երկար, խալաթով համարյա բոբիկ, պաչկամբի սառը տախտակների վրա, խնձորենին ծաղկել էր, այն նույն հաստաբուն ծուրումուր ծառը հանգուցավոր ճյուղերով։ Ոչ ոք նրան չէր սպասում, ոչ ոք չէր խնդրում։ Ուղակի եկավ գարունը, ու նա ծաղկեց, որովհետև այդպես է կարգը։ Գայանեն կանգնած էր իր պաչկամբում, նայում էր իր խնձորենուն ու զգում էր մի բան, որի ճշգրիտ անունը չգիտեր։ Ոչ թե ուղակի ուրախություն, այլ ավելի խորը հանգստություն, ինչ որ այսպիսի բան. ես այստեղ եմ, ես կենդանի եմ, եւ դա ճիշտ է։ Խալաթի գրպանում բանալին էր, փոքիկ, սովորական փայտե դռան բանալինը, իր բանալին, իր դռան։ Նա սեղմեց այն ափի մեջ, կանգնեց եւս մի քիչ, հետո գնաց թեյնիկը դնելու։ Օրը սկսվում էր։ Այս պատմությունը դավաճանության մասին չէ, թեև դավաճանություն կար դրա մեջ։ Ոչ թե միայնության մասին է, թեև այն էլ կար։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես մի կին 60 տարեկանում արեց այն, ինչին չէր համարձակվում ողջ կյանքում, ընտրեց իրեն, ոչ թե դստեր փոխարեն, ոչ թե սիրո փոխարեն։ Ուղղակի նրանց կողքին նայև իրեն, չջնջելով ոչ մեկին եւ թույլ չտալով ջնջել իրեն։ Եթե այս պատմությունը արձագանք գտավ ձեր սրտում, հավանեք հոլովակը եւ բաժանորդագրվեք ալիքին։ Այստեղ իրական պատմություններ են կանանց մասին, ովքեր չեն հանձնում, եւ հիշեք, երբեք ուշ չէ ասել, սա իմ տունն է, երբեք ուշ չէ հանել բանալին գրպանից։ Ահա այսպիսի պատմություն։ Հնարավոր է ձեր կողքին էլ ապրում է նման պատմությամբ մի կին։ Եթե ուզում եք, որ նման պատմությունները հասնեն հնարավորինս շատ մարդկանց, աջակցեք ալիքին լայքով եւ բաժանորդագրությամբ։ Շնորհակալություն, որ ինձ հետ էիք, եւ մինչ նոր հանդիպում, ձեր Էմմա։